Սառը մենավոր գիշերում մի միայնակ հայրը գտնում է երիտասարդ կնոջը անձրի տակ, մոլորված առանց ապաստանի։ Մարդասիրությամբ շարժված, նա հրավիրում է նրան ներս, չիմանալով ով է նա։ Սկզբում պարզ մի քայլը վերածվում է բուժման, վստահության անսպասելի սերմանված սիրո ճանապարհի։ Եվ երեխայի բազմոցի լուրջ ժեստի մեջ նրանք բացահայտում են, որ սերը կարող է ծաղկել այնտեղ, որտեղ ամենաքիչն են սպասում։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Այդ հինգշաբթի լուսադեմին անձրը հորդառատ տեղում էր Երանի փողոցներում։ Ժամը 2:15 էր, երբ Տիգրանը թեքվեց քաղաքի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի անկյունը, ձեռքին բռնած երկու ծանր պոլիէթիլենային տոպրակ, լի շուրջօրյա սուպերմարկետից արված գնումներով։ Շինարարության մեջ հավելյալ հերթափոխն ուշ էր ավարտվել, նա օգտվել էր առիթից, տուն վերադառնալուց առաջ որոշ մթերքներ գնելու։ Ջուրը հոսում էր ասֆալտի վրայով, կազմելով փոքրիկ գետակներ, որոնք փայլում էին փողոցային լապտերների նարնջագույն լույսի ներքո։ Անձրի աղմուկը խլացնում էր գիշերվա գրեթե բոլոր մյուս ձայները, բայց Տիգրանի զգայարանները սրված էին, ինչպես մեկինը, ով ստիպված էր ամեն օր, ամեն ժամի անցնել այդ փողոցներով։ Հենց այդ պահին նա տեսավ նրան։ Միայնակ մի կերպարանք, գծկված փակ խանութի ծածկի տակ, ծնկները գրկած կրծքին, գլուխը կախ։ Երիտասարդ աղջիկ էր, նրա շագանակա գույն մազերը կպել էին թաց դեմքին, հագուստը թրջվել էր, չնայած այն անապահով ապաստանին, որն առաջարկում էր ծածկը։ Տիգրանը դանդաղեցրեց քայլերը։ Նրա առաջին արձագանքը բնական կասկածամտությունն էր մեկի, ով ապրում էր մեծ քաղաքում, գիտեր, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել։ Բայց այդ աղջկա կեցվածքում կար մի բան, որը տարօրինակ կերպով հուզեց նրան։ Նա կարծես իր կամքով այնտեղ չէր։ Կորածի տեսք ուներ։ Վախեցածի տեսք ուներ։ Նա կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, դեռ զգուշավոր։ Անձրը շարունակում էր տեղալ, թրջելով նրա մեջքը, բայց Տիգրանը չշարժվեց։ Նա դիտեց մի քանի վայրկյան, փորձելով որոշել, թե ինչ անել։ Մտածեց Սոֆիայի, իր 6-ամյա դստեր մասին, որը քնած էր տանը, տիկին Սիրանուշիի հարանուհու խնամքի տակ, ով միշտ օգնում էր նրան, երբ նա ստիպված էր լինում գիշերով դուրս գալ։ Մտածեց, թե որքան կվախենար, եթե մի օր Սոֆիան մենակ լիներ ամայի փողոցում, թաց ու վախեցած։ Եվս երկու քայլ արեց առաջ։ Երիտասարդ աղջիկը պաշտպանական ռեֆլեքսով գլուխը բարձրացրեց, աչքերը լայն բացված, մարմինը լարված, ինչպես ցատկելով։ Ու պատրաստ զսպանակ։ Նա պետք է լիներ մոտ 23, գուցե 25 տարեկան, նույնիսկ մթության ու անձրի տակ Տիգրանը կարողացավ տեսնել արցունքների հետքերը, խառնված նրա դեմքի ջրին։ Դուք լավ եք, հարցրեց նա, ձայնը ցածր ու հանգիստ պահելով, որպեսզի էլ ավելի չվախեցնի նրան։ Նա անմիջապես չպատասխանեց։ Պարզապես նայեց նրան, գնահատելով, թե արդյոք նա սպառնալիք է, թե օգնության հնարավորություն։ Տիգրանը տեսավ պայքարը նրա աչքերում։ Գիտեր, որ ցանկացած կտրուկ շարժում, ցանկացած սխալ բառ, նա կփախչեր։ Ուստի նա անշարժ մնաց, սպասելով։ Վերջապես, նա գլխով բացասական շարժում արեց։ Ոչ, ձայնը դուրս եկավ թույլ, անձրի պատճառով գրեթե անլսելի։ Բայց կլինեմ։ Տիգրանը շուրջը նայեց։ Փողոցն ամայի էր։ Խանութները, բոլորը փակ։ Ոչ ոք չկար, միայն նրանք երկուսն ու փոթորիկը։ Նա գիտեր, որ չի կարող պարզապես հեռանալ ու թողնել նրան այնտեղ։ Չէր կարողանա։ Դա իր բնավորությանը դեմ էր։ Տեսեք, դուք չեք կարող այստեղ մնալ։ Ապահով չէ։ Տեղ ունեք, ուր կարող եք գնալ։ Նա գծեց ստորին շուրթը, աչքերը կրկին հառելով թաց գետնին։ Ոչ։ Չունեմ։ Ընտանիք։ Ընկերներ։ Ոչ։ Պատասխանն այնքան վերջնական էր, այնքան ցավով լի, որ Տիգրանը սրտում սեղմում զգաց։ Նա խորը շունչ քաշեց, մտածելով հնարավորությունների մասին։ Նորից մտածեց Սոֆիայի մասին։ Մտածեց ռիսկերի մասին։ Բայց նա մտածեց, թե ինչպիսի մարդ է ուզում լինել, ինչպիսի օրինակ է ուզում տալ իր դստերը։ Եվ կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Ես այստեղ մոտ եմ ապրում։ Ոչ մի շքեղ բան չէ, բայց բազմոց կա։ Կարող եք գիշերն այնտեղ անցկացնել։ Առավոտյան կտեսնենք, ինչ անել։ Երիտասարդ աղջիկը բարձրացրեց աչքերը, միաժամանակ զարմացած կասկածամիտ։
Ինչու դուք դա կանեիք։ Որովհետ արդեն շատ ուշ է, որ փողոցում մնաք։ Եվ որովհետ, եթե իմ դուստրը լիներ այս իրավիճակում, ես կուզենայի, որ ինչ-որ մեկն օգներ։ Նա երկար պահ ուսումնասիրեց նրա դեմքը։ Տիգրանը հայացքը չփախցրեց։ Թաքցնելու ոչինչ չուներ։ Երկրորդ մտադրություն չուներ։ Նա պարզապես փորձում էր անել այն, ինչը ճիշտ էր համարում, նույնիսկ եթե դա հակասում էր քաղաքային գոյատման բոլոր տրամաբանություններին, որոնք նա գիտեր։ Ես ձեզ չեմ վ. Նասի ավելացրեց նա մի անկեղծությամբ, որը նա կարողացավ զգալ։ Ես ձեզ ոչինչ չեմ հարցնի, ինչը դուք չեք ուզենա պատասխանել։ Դուք կքնեք բազմոցին, առավոտյան սուրճ կխմեք, կգնաք, եթե ցանկանաք։ Այդքան պարզ։ Երիտասարդ աղջիկս մի փոքր տատանվեց, բայց ցուրտը, հոգնածությունն ու հուսահատությունն ավելի բարձր խոսեցին։ Նա գլխով արեց, գրեթե աննկատ։ Տիգրանը սպասեց, որ նա ոտքի կանգնի։ Աղջիկը դողում էր, նա նկատեց, որ նա պայուսակ չուներ, ոչինչ չուներ, բացի իր հագած թաց հագուստից։ Նրանք սկսեցին քայլել կողք կողքի, լուռ, թաց փողոցով։ Տիգրանը դանդաղեցրեց քայլքը, որպեսզի նա կարողանա հասնել իրեն, նկատեց, որ նա թեթակի կաղում է։ Վնասվածք ունեք։ Ոչինչ չկա։ Պարզապես քերծվածք է։ Նա չպնդեց։ Ասել էր, որ հարցեր չի տա, պատրաստվում էր պահել իր խոսքը։ Նրանք քայլեցին 3 թաղամաս, մինչ հասան մի հին, 4 հարկանի շենքի, որի ներկը թափված էր, իսկ պատուհանները ժանգոտած ճաղերով։ Տիգրանն ապրում էր 2-րդ հարկում։ Նա զգուշությամբ բարձրացավ աստիճաններով, որպեսզի աղմուկ չանի չարթնացնի հարաններին։ Նա հետ Եց նրան, յուրաքանչյուր աստիճանը կարծես թե հսկայական ջանք էր պահանջում նրա հյուծված մարմնից։ Երբ հասան բնակարանի դռանը, Տիգրանը գրպանից հանեց բանալին, դանդաղ բացեց։ Բնակարանը փոքր էր ու պարզ։ Հյուրասենյակում կար հին, բայց մաքուր բազմոց, փայտե սեղանիկի վրա դրված հին հեռուստացույց, մի քանի դարակներ, մանկական գրքերով ու Սոֆիայի խաղալիքներով։ Խոհանոցը միացած էր հյուրասենյակին, բաժանված միայն ցածր վաճառասեղանով։ 2 դուռ կար։ Մեկը տանում էր դեպի միակ ննջասենյակ, մյուսը՝ լոգարան։ Տիգրանը վառեց լույսը, ժեստով հրավիրեց նրան ներս։ Երիտասարդ աղջիկը մի քանի երկչոտ քայլ արեց, շուրջը նայելով, կարծես մտնում էր անծանոթ ու վտանգավոր տարածք։ Կարող եք հանգիստ լինել, ասաց Տիգրանը շշուկով։ Դուստրս քնած է ննջասենյակում։ Ես կքնեմ հատակի ներքնակի վրա, նրա մահճակալի կողքին, ինչպես միշտ անում եմ, երբ ուշ եմ գալիս։ Բազմոցն ամբողջությամբ ձերն է։ Նա գնաց միջանցքի ներկառուցված պահարանի մոտ, վերցրեց մաքուր ծածկոց, 2 սավան ու սրբիչ։ Ամեն ինչ դրեց բազմոցի վրա։ Կարող եք տաք լոգանք ընդունել, եթե ցանկանաք։ Լավ կլինի ձեզ համար։ Եվ ես ձեզ 4 շապիկ կտամ։ Ձեր հագուստը թրջված է։ Երիտասարդ աղջիկը պարզապես գլխով արեց, դեռ առանց խոսքի։ Տիգրանը վերցրեց հին բամբակյա շապիկ, տվեց նրան։ Մատնացույց արեց լոգարանը։ Սրբիչները կախված են այնտեղ։ Համարձակ եղեք։ Նա դողացող ձեռքերով վերցրեց սրբիչն ու շապիկը, գնաց դեպի լոգարան։ Տիգրանը լսեց, թե ինչպես փակվեց դուռը, շուտով ցնցուղի ձայնը։ Այդ ընթացքում նա գնաց խոհանոց, մի փոքր ջուր տաքացրեց, երիցուկի թեյ պատրաստեց։ Գոլորշիացող բաժակը թողեց սուրճի սեղանիկի վրա, բազմոցի կողքին։ Հետո գնաց ննջասենյակ, Սոֆիային տեսնելու։ Աղջիկը խորը քնած էր, գրկած իր մաշված փափուկ արջուկը, որը ստացել էր 4 տարեկանի տարեդարձին։ Տիգրանը ժպտաց, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում սիրուց։ Այն ամենը, ինչ նա անում էր, նրա համար էր։ Յուրաքանչյուր հավելյալ հերթափոխ, յուրաքանչյուր զոհողություն, յուրաքանչյուր դժվարին ընտրություն։ Ամեն ինչ նրա համար էր, որ Սոֆիան ավելի լավ կյանք ունենար, քան ինքն էր ունեցել։ Դանդաղ փակեց ննջասենյակի դուռը, վերադարձավ հյուրասենյակ։ Մի քանի րոպե անց երիտասարդ աղջիկը դուրս եկավ լոգարանից։ Նա խոնավ մազերը սանրել էր հետ, դեմքը մաքուր էր, հագին, բամբակյա շապիկը, որը նրա համար չափազանց մեծ էր։ Այսպես նա ավելի երիտասարդ էր թվում, ավելի խոցելի։ Աչքերը դեռ կարմիր էին, բայց նա մի փոքր ավելի հանգիստ տեսք ուներ։ Ձեզ համար թեյ եմ պատրաստել, ասաց Տիգրանը, ցույց տալով բաժակը։ Օգնում է հանգստանալ։
Շնորհակալություն, պատասխանեց նա, այս անգամ ձայնում անկեղծ զգաց։ Մունքի նշույլ կար։ Նա նստեց բազմոցին, երկու ձեռքով բռնեց բաժակը, դանդաղ խմեց։ Տիգրանը սկսեց սավանները դասավորել բազմոցի վրա, մահճակալի նման մի բան ստեղծելով։ Նա հետում էր նրա յուրաքանչյուր շարժմանը, դեռ փորձելով հասկանալ, թե ինչու է այդ անծանոթն այդքան բարի, առանց որևէ բան պահանջելու։ Ես Տիգրանն եմ, ասաց նա, ուղիղ նրան չնայելով, կենտրոնացած սավանն ուղղելու վրա։ Աշխատում եմ շինարարությունում։ Միայն ես եմ ու դուստրս, Սոֆյան։ Երիտասարդ աղջիկը մի պահ լուռ մնաց, կարծես որոշում էր, արդյոք պետք է ասի իր անունը, թե ոչ։ Վերջապես, մրմնջաց. Անահիտ։ Հաճելի է, Անահիտ։ Տես, ես գիտեմ, որ դու ինձ չես ճանաչում, վստահելու պատճառ չունես։ Բայց կարող ես հանգիստ քնել։ Այստեղ քեզ ոչ ոք չի անհանգստացնի։ Նա գլխով արեց, Տիգրանը նկատեց, որ նրա աչքերը լցվել են արցունքներով։ Չգիտեր, թե ինչ է պատահել նրա հետ, չգիտեր, թե որտեղից է նա գալիս, ոչ էլ թե ինչու էր մենակ այդ փողոցում կեսգիշերին, բայց գիտեր, որ նա խորը ցավ է կրում։ Եթե գիշերը որե բանի կարիք լինի, պարզապես կանչիր ինձ։ Ես այնտեղ, ննջա։ Սենյակում կլինեմ։ Տիգրանս մի պահ սպասեց, բայց քանի որ նա ոչինչ չասաց, պարզապես գլխով արեց գնաց դեպի ննջասենյակ։ Դուռը փակելուց առաջ մեկ անգամ հետ նայեց։ Անահիտը պառկած էր բազմոցին, մեջքով դեպի իրեն, ծածկոցը քաշած մինչ պարանոցը։ Այնքան փոքրիկ էր թվում, այնքան փխրուն։ Նա մտավ ննջասենյակ, պատրաստեց ներքնակը հատակին, Սոֆյայի մահճակալի կողքին, պառկեց, բայց երկար ժամանակ չկարողացավ քնել։ Մտածում էր հյուրասենյակում գտնվող երիտասարդ աղջկա, նրան այնտեղ հասցրած հանգամանքների այն մասին, թե ինչ կբերի վաղվա օրը։ Հյուրասենյակում Անահիտը նույնպես անմիջապես չկարողացավ քնել։ Նա հյուծված էր, մարմինը ցավում էր, գլուխը բաբախում էր, բայց օրերի մեջ առաջին անգամ իրեն ապահով էր զգում։ Չէր կարող բացատրել, թե ինչու։ Գուցե Տիգրանի հանգիստ ձայնի, կամ այն հարգալից վերաբերմունքի պատճառով, որով նա իրեն վերաբերվեց, առանց դատելու, առանց ներխուժող հարցերի։ Գուցե այդ պարզ բնակարանի տան հոտի պատճառով, մի բան, որ նա վաղուց չէր զգացել։ Փակեց աչքերը, թույլ տվեց, որ արցունքները լուռ հոսեն դեմքով։ Դրանք այլ հուսահատության արցունքներ չէին, այլ խորը անսպասելի թեթացման։ Գոնե մի քանի ժամով նա կարիք չուներ փախչելու։ Կարիք չուներ թաքնվելու։ Կարիք չուներ վախենալու։ Աստիճանաբար հոգնածությունը հաղթեց, նա քնեց։ Արթնացումը եկավ հյուրասենյակի պատուհանից ներս թափանցող լուսաբացի ամաչկոտ լույսի խոհանոցից եկող թեթ աղմուկի հետ։ Անահիտը դանդաղ բացեց աչքերը, մի պահ կողմնորոշումը կորցրած։ Որտեղ էր նա։ Ինչ էր պատահել։ Հետո նախորդ գիշերվա հիշողությունները վերադարձան։ Անձրը։ Տղամարդը։ Անսպասելի բարությունը։ Նստեց բազմոցին, տեսավ Տիգրանին խոհանոցում, սուրճ պատրաստելիս։ Նա հագել էր պարզ շապիկ ջինսե տաբատ, մազերը դեռ խառն էին։ Երբ նկատեց, որ նա արթնացել է, ժպտաց. Բարի լույս։ Լավ քնեցիք։ Անահիտը գլխով արեց։ Զարմանալիորեն, այո։ Սուրճ եմ պատրաստում։ Հաց էլ կա։ Ոչ մի շքեղ բան չէ, բայց փորը կշտացնում է։ Այդ պահին ննջասենյակի դուռը բացվեց, մի փոքրիկ աղջիկ հայտնվեց, քնաթաթախ աչքերը տրորելով։ Նա ուներ շագանակագույն, գանգուր մազեր, հավաքված մի փոքր ծուռ պոչիկով, հագին, աստղերի նկարներով վարդա։ Գույն գիշերազգեստ, կրծքին սեղմած պահում էր արջուկը։ Սոֆյան կանգ առավ, հենց որ տեսավ Անահիտին, աչքերը զարմանքից լայն բացված։ Հայրիկ, մեր հյուրասենյակում մի աղջիկ կա։ Տիգրանը ցածրաձայն ծիծաղեց։ Գիտեմ, աղջիկս։ Նա Անահիտն է։ Նա այսօր մեզ հետ կնախաճաշի։ Սոֆյան նայեց Անահիտից հորը նորից Անահիտին, հետաքրքրված, բայց առանց վախի։ Նա երեխա էր, որը սովոր էր վստահել հոր դատողությանը։ Եթե նա ասում էր, որ ամեն ինչ կարգին է, ուրեմն ամեն ինչ կարգին էր։ Բար, ասաց Անահիտը, փորձելով ժպտալ, չնայած իրավիճակի անհարմարությանը։ Բար, պատասխանեց Սոֆյան, հետո երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ հարցրեց. Դու հայրիկիս ընկերուհին ես։ Անահիտը տատանվեց, չիմանալով ինչ պատասխանել։
Իրավիճակը փրկեց Տիգրանը։ Անահիտին 3 գիշեր մնալու տեղ էր պետք, ես առաջարկեցի բազմոցը։ Հիշում ես, որ ես միշտ քեզ ասում եմ մարդկանց օգնելու մասին, երբ նրանք կարիքի մեջ են։ Սոֆյան լրջությամբ գլխով արեց։ Այո, ինչպես տիկին Սիրանուշն է ինձ օգնում, երբ դու աշխատանքի ես։ Ճիշտ այդպես։ Աղջիկն այնուհետ ոտեցավ Անահիտին դեռ արջուկը ձեռքին, նայեց նրան այն մեծ, մուգ աչքերով, լի մանկական հետաքրքրասիրությամբ։ Ուզում ես ծանոթանալ իմ արջուկի հետ։ Նրա անունը Մեղրիկ է։ Անահիտը սրտի սեղմում զգաց։ Այնքան վաղուց էր, ինչ նա նման մաքուր անմեղություն չէր տեսել։ Այնքան վաղուց էր, ինչ նա իրեն ինչ-որ անկեղծ բանի մաս չէր զգացել։ Նա շատ գեղեցիկ է, ասաց նա, այս անգամ ժպիտն իրական էր։ Սոֆյան բարձրացավ բազմոցին Անահիտի կողքին, սկսեց ոգորված պատմել արջուկի, դպրոցի, իր սիրելի մուլտֆիլմերի մասին։ Տիգրանը խոհանոցից հետում էր տեսարանին, թեթացման անհանգստության խառնուրդով։ Սոֆյան շատ շփվող էր, շատ ջերմ, նա վախենում էր, որ աղջիկը արագ կկապվի Անահիտին, հատկապես որ չգիտեր, թե որքան կմնա երիտասարդ աղջիկն այնտեղ։ Սուրճը պատրաստ եղավ, Տիգրանը երկուսին էլ հրավիրեց սեղանի շուրջ։ Պարզ նախաճաշ էր։ Կարագով հաց, կաթով սուրճ, մի քանի միրգ։ Բայց այն պատրաստված էր սիրով, դա ամեն ինչ փոխում էր։ Անահիտը դանդաղ կերավ, զգալով յուրաքանչյուր բանի համը, կարծես առաջին անգամն էր։ Այնքան վաղուց էր, ինչ նա հանգիստ, առանց շտապելու, առանց վախի չէր կերել։ Ինչո՞վ եք զբաղվում, Անահիտ, հարցրեց Տիգրանը, փորձելով անփույթ հնչել։ Նա կուլ տվեց։ Գործազուրկ եմ, պատասխանեց նա, ինչը կիսաճշմարտություն էր։ Ինչ-որ բան եմ փնտրում։ Տիգրանը գլխով արեց, առանց ճնշելու։ Ես մի քանի մարդու եմ ճանաչում, որոնց կարող է աշխատող պետք լինի։ Թումանյան փողոցի լվացքատան տիրուհին միշտ աշխատող է վերցնում։ Աշխատանքը ծանր է, բայց նա ճիշտ է վճարում։ Անահիտը երախտագիտության ամոթի խառնուրդ զգաց։ Այդ մարդը, որը հազիվ էր իրեն ճանաչում, փորձում էր օգնել իրեն աշխատանք գտնել։ Մինչդեռ նա թաքցնում էր ամեն ինչ այն մասին, թե ով է ինքն իրականում։ Ես շնորհակալ եմ։ Իսկապես։ Նախաճաշից հետո Տիգրանը պետք է գնար աշխատանքի։ Անահիտին ասաց, որ կարող է մնալ այնտեղ, եթե ցանկանա, մի փոքր էլ հանգստանալ։ Սոֆյան դպրոցում կլիներ մինչ երեկո, երբ վերադառնար, տիկին Սիրանուշը կգար նրան տանելու։ Համոզվա՞ծ եք, հարցրեց Անահիտը, դեռ չհավատալով նրա մեծահոգությանը։ Այո։ Պահեստային բանալին գորգի տակ է։ Եթե որոշես գնալ, պարզապես նոր։ Իծ այնտեղ թող։ Եթե որոշես մնալ մինչ իմ վերադարձը, երեկոյան ավելի լավ կխոսենք։ Նա վերցրեց ուսապայուսակը, ճակատին համբուրելով հրաժեշտ տվեց Սոֆյային դուրս եկավ, Անահիտին մենակ թողնելով բնակարանում։ Նա երկար ժամանակ կանգնած մնաց հյուրասենյակի մեջտեղում, փորձելով ընկալել ամեն ինչ։ Այդ մարդը վստահել էր իրեն։ Սեփական տունը թողել էր բոլորովին անծանոթ մեկի ձեռքում։ Եվ ոչինչ չէր պահանջել դրա դիմաց։ Անահիտը շուրջը նայեց։ Բնակարանը համեստ էր, բայց յուրաքանչյուր անկյուն սեր էր շնչում։ Պատին կախված Սոֆյայի լուսանկարները, սառնարանին մագնիսներով ամրացված աղջկա նկարները, հյուրասենյակի անկյունում արկղի մեջ դասավորված խաղալիքները։ Դա իսկական տուն էր։ Նա նստեց բազմոցին, ծնկները գրկեց կրծքին, երկար ժամանակ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն լաց լինել։ Ոչ թե տխրությունից, այլ երախտագիտության, թեթացման մեղքի զգացումի շփոթեցնող խառնուրդից։ Երախտագիտություն անսպասելի բարության համար։ Թեթացում, ապահով նավահանգիստ գտնելու համար, թեկուզ ժամանակավոր։ Եվ մեղքի զգացում, լիովին անկեղծ չլինելու համար։ Ահիտը գիտեր, որ չի կարող հավերժ այնտեղ մնալ։ Գիտեր, որ ինչ-որ պահի պետք է դիմակայեր այն իրականությանը, որը թողել էր հետում։ Բայց առայժմ Երանի կենտրոնի այդ փոքրիկ բնակարանում նա գտել էր մի բան, որը երբեք չէր պատկերացնում, որ իրականում գոյություն ունի։ Նա գտել էր մեկի մաքուր բարությունը, ով օգնում էր առանց հատուցում ակնկալելու, ով ընդունում էր առանց դատելու, ով ապաստան էր առաջարկում, հարգանքից բացի ոչինչ չպահանջելով։ Եվ դա, նա հասկացավ, մի բանի սկիզբն էր, որը ընդմիշտ կփոխեր իր կյանքի ընթացքը։ Հաջորդ օրերը Անահիտի համար հարմարվողականության բացահայտումների տարօրինակ խառնուրդ էին։
Նա որոշել էր մնալ, գոնե առայժմ Տիգրանը ոչ մի առարկություն չուներ։ Նա վարձ չպահանջեց, խիստ կանոններ չսահմանեց, պարզապես խնդրեց հարգել տարածքը օգնել, ինչով կարող է։ Դա լուր համաձայնություն էր, հիմնված փոխադարձ վստահության այն լուր հասկացողության վրա, որ երկուսն էլ իրենց պատճառներով կարիք ունեին այդ պայմանավորվածության։ Երկրորդ օրը Անահիտը փորձեց օգնել խոհանոցում։ Տիգրանը վաղ էր գնացել աշխատանքի, իսկ Սոֆյան հագնվում էր դպրոց գնալու համար։ Անահիտը որոշեց նախաճաշ պատրաստել հյուրընկալությանը փոխհատուցելու համար։ Սառնարանից հանեց ձվերը, պահարանից թավան, սկսեց աշխատել մի վճռականությամբ, որը շատ էր գերազանցում իր խոհարարական հմտություններին։ Նա երբեք իսկապես չէր եփել։ Իր նախկին կյանքում միշտ ինչ-որ մեկը կար, որ դա աներ։ Սպասուհիներ, խոհարարներ, անձնական խոհարարներ։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին բյուրեղյա գավաթներ ոսկե գրիչներ բռնել, այժմ բռնել էին մաշված պլաստիկե բահիկ, պայքարում էին ձվերը կոտրելու, առանց կեսը լվացարանի մեջ թափելու։ Սոֆյան խոհանոց եկավ արդեն դպրոցական համազգեստով, մազերը հավաքված պոչիկով, որը Անահիտը նախորդ գիշեր փորձել էր անել։ Աղջիկը կանգ առավ, տեսնելով Անահիտին գազօջախի առջ, ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ «Դու ես նախաճաշ պատրաստում», հարցրեց ոգորված։ «Փորձում եմ», պատասխանեց Անահիտը նյարդային ժպիտով։ Սոֆյան աթոռը քաշեց, բարձրացավ դրա վրա, որպեսզի հասնի վաճառասեղանի բարձրությանը, ամեն ինչ հետաքրքրությամբ դիտելով։ Անահիտը փորձում էր ձվերը խառնել թավայի մեջ, բայց ակնհայտ էր, որ գաղափար չուներ, թե ինչ է անում։ Սպիտակուցը սկսեց կպչել հատակին, դեղնուցը անկանոն տարածվեց, երբ նա փորձեց ամբողջը միանգամից շրջել, կեսը դուրս ընկավ թավայից, սահեց գազօջախի կողքով։ «Ախ, ոչ», մրմնջաց Անահիտը, զգալով, թե ինչպես է դեմքը տաքանում ամոթից։ Սոֆյան ծիծաղեց, բայց դա չար ծիծաղ չէր։ Դա երեխայի անմեղ ծիծաղն էր, անսպասելի զվարճալի բանի առջ։ «Դու երբեք ձու չես պատրաստել, չէ՞», Անահիտը հոգոց հանեց։ «Այդքան ակնհայտ է»։ «Մի քիչ», խոստովանեց Սոֆյան, գլխով անելով։ «Բայց ոչինչ»։ Հայրիկս էլ առաջին անգամ ձվերը այրել էր, երբ միայնակ փորձեց պատրաստել։ Ինքն է ինձ պատմել։ Անահիտը նայեց աղջկան, չկարողացավ զսպել ժպիտը։ Մի այնպիսի հանգստացնող բան կար մանկական անկեղծության մեջ, այն կարողության մեջ, որ Սոֆյան ուներ, ցանկացած իրավիճակ ավելի քիչ լուրջ դարձնելու, քան այն կար։ Այդ պահին բնակարանի դուռը բացվեց, Տիգրանը ներս մտավ։ Նա մոռացել էր դրամապանակը սեղանիկի վրա, վերադարձել էր այն վերցնելու։ Տեսնելով տեսարանը խոհանոցում, թափված ձվերը, Անահիտին, բահիկ ձեռքին հուսահատ արտահայտությամբ դեմքին, նա անմիջապես ամեն ինչ հասկացավ։ «Եկ, ես քեզ օգնեմ», ասաց նա, նրբորեն վերցնելով բահիկը նրա ձեռքից։ «Ես ուզում էի օգնել, ձեզ համար նախաճաշ պատրաստել, բայց ամեն ինչ փչացրի», ասաց Անահիտը, իրեն անպետք զգալով։ «Ոչինչ չես փչացրել», պատասխանեց Տիգրանը, արդեն մաքրելով գազօջախը, նոր ձվեր վերցնելով։ «Պատահում է։ Առաջին անգամ, երբ փորձեցի Սոֆյայի համար տապակած ձու պատրաստել, վերջում պինդ նրբաբլիթ մատուցեցի, այնքան շատ շրջելուց»։ Նա այնուամենայնիվ կերավ, որովհետև ասաց, որ դա ձվով նրբաբլիթ է, մենք հորինեցինք, որ դա նոր բաղադրատոմս է։ Սոֆյան բարձր ծիծաղեց հիշողությունից։ «Սարսափելի էր, հայրիկ»։ Տիգրանը ձացրեց, թե վիրավորվել է։ «Հեյ, դու ասացիր, որ հավանել ես»։ «Ես ստեցի, որ քեզ չտխրեցնեմ»։ Երեքով միասին ծիծաղեցին, Անահիտը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան տաքանում կրծքում։ Այդ ընտանիքը մի թեթություն ուներ, մի կարողություն վատ պահերը զվարճալի հիշողությունների վերածելու, որը նա երբեք չէր զգացել։ Տիգրանը նոր ձվեր պատրաստեց, այս անգամ կատարի։ Ալ տապակած, մատուցեց երկուսին։ Վերցրեց դրամապանակը, որի համար եկել էր, համբուրեց Սոֆյայի ճակատը, նորից հրաժեշտ տվեց։ Դուրս գալուց առաջ, սակայն, կանգ առավ դռան մոտ, նայեց Անահիտին։ «Ավելի ուշ քեզ կտանեմ լվացքատուն։ Եթե դեռ հետաքրքրված ես»։ «Այո, հետաքրքրված եմ», պատասխանեց Անահիտը առանց տատանվելու։ Եվ այսպես սկսվեց Անահիտի նոր առօրյան։ Տիգրանը նրան տարավ անի լվացքատուն, համեստ հաստատություն մի կողմնակի փողոցում, հին, բայց լավ պահպանված մեքենաներով լվացքի փոշու ու փափկեցնող միջոցի ուժեղ հոտով։ Տիրուհին, մոտ 60 տարեկան մի կին, անունը Վարդուհի, կասկածանքով նայեց Անահիտին վերից վար։
Նախկինում լվացքատանն աշխատել ես, հարցրեց ուղիղ, առանց շրջանցելու։ Ոչ, խոստովանեց Անահիտը։ Բայց արագ եմ սովորում ջանասերեմ։ Վարդուհին հայացք փոխանակեց Տիգրանի հետ, ով գլխի գրեթե աննկատ շարժում արեց, կարծես ասելով վստահիր իրեն։ Կինը հոգոց հանեց։ Լավ։ Քեզ մի հնարավորություն կտամ։ Բայց աշխատանքը ծանր է, լսեցիր։ Ամեն մարդու համար չէ։ Սկսում ես վաղը, առավոտյան ժամը 6-ին։ Անահի։ Տ համաձայնեց, շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ լվացքատնից թեթացման անհանգստության խառնուրդով։ Նա աշխատանք ուներ։ Մի բան, որի կարիքը երբեք չէր ունեցել իր ողջ կյանքում, բայց որն այժմ ներկայացնում էր իր անկախությունը, նորից սկսելու իր հնարավորությունը։ Առաջին աշխատանքային օրը դաժան էր։ Անահիտը ճիշտ ժամը 6-ին հասավ, անմիջապես նետվեց լվացքատան խելահեղ ռիթմի մեջ։ Հագուստը տեսակավորել ըստ գույնի գործվածքի տեսակի, ծանր կապոցներ տեղափոխել մի կողմից մյուսը, գործարկել հսկայական մեքենաները, ծալել հյուրանոցների հսկայական սավանները, արդուկել օսլայած համազգեստները։ Նրա ձեռքերը, որոնք երբեք ավելի ծանր բան չէին բռնել, քան բրենթային պայուսակը, սկսեցին ցավել առաջին ժամից հետո։ Նրա մեջքը բողոքում էր յուրաքանչյուր շարժումից։ Նրա ոտքերը, Տիգրանի տված հին սպորտային կոշիկների մեջ, այրվում էին։ Մյուս աշխատակիցները նրան դիտում էին հետաքրքրասիրության թերահավատության խառնուրդով։ Ակնհայտ էր, որ նա այստեղից չէր։ Նույնիսկ փորձելով խառնվել, հագնելով պարզ, փոխառված հագուստ, մի բան կար նրա կեցվածքում։ Խոսելու ձում, որը մատնում էր այլ ծագում։ Բայց Անահիտը չէր հանձնվում։ Անում էր այն ամենը, ինչ պահանջվում էր, նույնիսկ երբ սխալվում էր, նույնիսկ երբ վարդուհին բղավում էր նրա վրա, գունավոր հագուստը սպիտակի հետ դնելու կամ սավանները ճիշտ չծալելու համար։ Ճաշի ընդմիջմանը նա նստեց լվացքատան փոքրիկ հետնաբակում, ուտելով երշիկով հացը, որը Տիգրանն էր պատրաստել նրա համար այդ առավոտ։ Ձեռքերը դողում էին հոգնածությունից։ Մատներին բշտիկներ էին առաջանում։ Ամբողջ մարմինը ցավում էր։ Եվ նա դեռ 5 ժամ աշխատանք ուներ առջում։ Ավելի տարիքով աշխատակիցներից մեկը, Գայանե անունով, նստեց նրա կողքին։ Նա միջին տարիքի սամորթ կին էր, կոշտացած ձեռքերով, բարի ժպիտով։ Առաջին օրը միշտ ամենավատն է, ասաց նա։ Բայց դու ամուր կկանգնես։ Ես տեսա քո աշխատանքը։ Դու հեշտ չես հանձնվում։ Անահիտը հոգնած ժպտաց։ Հանձնվելու տարբերակ չունեմ։ Բոլորն էլ տարբերակ ունեն, պատասխանեց կինը։ Բայց ոչ բոլորն ունեն մնալու քաջություն։ Այդ խոսքերը արձագանքում էին Անահիտի գլխում ամբողջ կեսօր։ Մնալու քաջություն։ Հենց դա էր նա փորձում անել։ Մնալ մի աշխարհում, որը բոլորովին տարբեր էր իրենից, բայց որը ինչ-որ տարօրինակ կերպով ավելի շատ իմաստ ուներ, քան այն ամենը, ինչ նա թողել էր հետում։ Երբ աշխատանքային օրն ավարտվեց երեկոյան ժամը 6-ին, Անահիտը հազիվ էր կարողանում քայլել։ Վերցրեց օրվա աշխատավարձը, մի քանի ճմրթված թղթադրամ, որ վարդուհին տվեց նրան, սկսեց քայլել դեպի Տիգրանի բնակարան։ Ամեն քայլից ոտքերն ավելի էին ցավում։ Փոխառված սպորտային կոշիկները մեկ համար փոքր էին, իրենից սեղմում էին մատները։ Բայց նա շարունակեց։ Բնակարան հասնելուն պես նա գտավ Տիգրանին, որը ընթրիք էր պատրաստում, մինչ Սոֆյան տնային աշխատանքն էր անում հյուրասենյակի սեղանին։ Աղջիկը բարձրացրեց աչքերը, երբ Անահիտը ներս մտավ, վազեց նրան գրկելու։ Դու վերադարձար, բացականչեց ոգորված։ Անահիտը գրկեց աղջկան, զգալով, թե ինչպես են արցունքները խուտուտ տալիս աչքերին։ Այո, վերադարձա։ Տիգրանը շրջվեց գազօջախից, տեսավ նրա վիճակը։ Հյուծված դեմքը, նշաններով ձեռքերը, այն ձև, որով նա թեթակի կաղում էր։ Նա ոչինչ չասաց, պարզապես գլխով ցույց տվեց ատ։ Որը։ Նստիր։ Ընթրիքը գրեթե պատրաստ է։ Անահիտը երախտագիտությամբ նստեց, Սոֆյան նորից մոտեցավ նրան, ցույց տալով տնային աշխատանքը։ Աղջիկն անդադար խոսում էր, պատմելով դպրոցի, ընկերների, ուսուցչուհու մասին։ Անահիտը փորձում էր ուշադիր լինել, բայց հոգնածությունն այնքան մեծ էր, որ ամեն ինչ կարծես դանդաղեցված կադրում էր տեղի ունենում։ Ընթրիքից հետո նա օգնեց լվանալ սպասքը, նույնիսկ ցավող ձեռքերով։ Տիգրանը փորձեց ասել, որ նա կարիք չունի, որ կարող է հանգստանալ, բայց Անահիտը պնդեց։ Չէր ուզում բեռ լինել։
Չէր ուզում, որ նա մտածեր, թե ինքն անպետք է կամ երես առած։ Այդ գիշեր նա սովորականից շուտ պառկեց բազմոցին, մարմինը հանգստի համար աղաղակում էր, բայց չէր կարողանում քնել։ Ոտքերի ցավը չափազանց սուր էր։ Նա շրջվում էր մի կողմից մյուսը, փորձելով հարմար դիրք գտնել, բայց ոչինչ չէր օգնում։ Համարյա քնում էր, երբ թեթ աղմուկ լսեց հյուրասենյակում։ Բացեց աչքերը, տեսավ Տիգրանին այնտեղ, ինչ-որ բան ձեռքին։ Նա վառեց լամպը, Անահիտը տեսավ, որ դա կոշիկի տուփ է։ «Ներիր, որ արթնացրի», ասաց նա շշուկով։ Բայց ես նկատեցի, որ ոտքերդ ցավում են։ Եվ այն սպորտային կոշիկները, որ հագնում ես, շատ փոքր են։ Ուստի աշխատանքից հետո անցա մի խանութով, սա գնեցի քեզ համար։ Նա տուփը դրեց սուրճի սեղանիկի վրա։ Ներսում մի զույգ նոր, պարզ, բայց լավ որակի սպորտային կոշիկներ էին։ Եվ դրանց հետ մի փոքրիկ, ձեռագիր գրություն։ Անահիտը դողացող ձեռքերով վերցրեց գրությունը, կարդաց լամպի լույսի տակ։ Եթե վաղը որոշես գնալ, ես կհասկանամ։ Բայց եթե գնաս, գոնե ոտքերիդ ցավով մի գնա։ Ոչ ոք արժանի չէ ցավ զգալով քայլելու։ Արցունքները, որոնք նա զսպում էր ամբողջ օրը, վերջապես թափվեցին։ Դրանք տխրության կամ ֆիզիկական ցավի արցունքներ չէին, այլ մի խորը զգացմունքի, որը նա չգիտեր ինչպես անվանել։ Երախտագիտություն, ջերմություն, պատկանելություն, գուցե այս ամենի խառնուրդը։ Տիգրանը չգիտեր, ինչ անել նրա լացի առջ։ Մի քայլ առաջ արեց, տատանվելով։ Հեյ, եթե ինչ-որ սխալ բան արեցի, ներիր։ Չէի ուզում քեզ այսպես տխրեցնել։ Անահիտը գլխով բացասական շարժում արեց, փորձելով խոսել արցունքների միջով։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Պարզապես։ Ոչ ոք երբեք ինձ համար նման բան չի արել։ Առանց որևէ բան ակնկալելու։ Պարզապես որովհետ հոգ է տարել։ Տիգրանը ուսերը թոթվեց, մի փոքր շփոթված։ Դա ճիշտն է անել։ Բայց ոչ բոլորն են ճիշտն անում, ասաց Անահիտը, սրբելով աչքերը։ Դու Սոֆյան ամենաբարի մարդիկ եք, որոնց երբե հանդիպել եմ։ Տիգրանը թեթակի ժպտաց։ Սոֆյան հեշտությամբ է սիրում մարդկանց։ Նա քեզ որդեգրեց առաջին օրը։ Իսկ դու, հարցրեց Անահիտը, առաջին անգամ ուղիղ նայելով նրան, աչքերում առանց վախի կամ կասկածի։ Դու ինձ նույնպես որդեգրեցիր։ Տիգրանը երկար պահ բռնեց նրա հայացքը, նախքան պատասխանելը։ Ասենք, թե մի հնարավորություն տվեցի։ Եվ դու ցույց տվեցիր, որ արժեր։ Նրանց միջ հարմարավետ լռություն տիրեց։ Ավելին ասելու կարիք չկար։ Երկուսն էլ հասկանում էին, թե ինչ էր նշանակում այդ պահը։ Դա ավելի խորը վստահության, մի կապի սկիզբն էր, որը գերազանցում էր պարզ բարեգործությունը։ Տիգրանը ոտքի կանգնեց։ Դե, հիմա իսկապես հանգստացիր։ Եվ վաղը այս նոր կոշիկները հագիր։ Դրանք քեզ կօգնեն։ Նա վերադարձավ ննջասենյակ, Անահիտը մենակ մնաց ուրասենյակում, նայելով կոշիկի տուփին, կարծես դա ամենաթանկարժեք նվերն էր, որ երբե ստացել էր։ Եվ, ինչ-որ առումով, այդպես էլ կար։ Որովհետև այն չէր ուղեկցվում ակնկալիքներով, պահանջներով կամ երկրորդ մտադրություններով։ Այն գալիս էր պարզապես նրա բարեկեցության համար անկեղծ մտահոգությունից։ Նա փորձեց կոշիկները։ Կատարյալ համապատասխանում էին։ Եվ վերջապես, հարմարավետ ոտքերով սիրտը շաբաթներ ի վեր ամենաթեթը, Անահիտը կարողացավ քնել։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Անահիտը շարունակեց աշխատել լվացքատանը, թե աշխատանքը շարունակում էր ծանր լինել, նա սկսեց սովորել։ Ձեռքերին կոշտուկներ առաջացան։ Մկաններն ամրացան։ Եվ ամենակարևորը, նա շահեց Վարդուհու մյուս աշխատակիցների հարգանքը։ Նա այլս այն կորած հարուստ աղջիկը չէր, որը եկել էր առաջին օրը։ Նա մեկն էր, ով քրտնաջան աշխատում էր, չէր բողոքում։ Բնակարանում առօրյան նույնպես հաստատվեց։ Անահիտը վաղ էր արթնանում, օգնում էր նախաճաշ պատրաստել, Սոֆյային տանում էր դպրոց, նախքան աշխատանքի գնալը, երեկոյան վերադառնում էր նրանց հետ ընթրելու։ Աստիճանաբար, առանց մեկի նկատելու, թե երբ նա դադարեց լինել ժամանակավոր հյուր, դարձավ այդ փոքրիկ ընտանիքի մի մասը։ Սոֆյան պաշտում էր նրան։
Աղջիկը տանը ամենուր հետում էր Անահիտին, պատմում էր իր գաղտնիքները, օգնություն էր խնդրում տնային աշխատանքի հարցում, ուզում էր, որ նա քնելուց առաջ սանրի իրեն։ Եվ Անահիտը, ով երբեք քույր կամ եղբայր չէր ունեցել կամ երեխաների հետ չէր շփվել, բացահայտեց, որ դա իրեն դուր է գալիս։ Դուր էր գալիս ինչ-որ մեկի համար կարող լինելը այնքան մաքուր պարզ ծով։ Տիգրանի հետ հարաբերություններն այլ էին։ Նրանց միջ աճող կապ կար, բայց երկուսն էլ զգույշ էին, որոշակի սահմաններ չանցնելու։ Խոսում էին ընթրիքի ժամանակ, ծիծաղում էին միմյանց պատմությունների վրա, միասին աշխատում էին տնային գործերում։ Բայց կար հարգալից հեռավորություն, լուռ հասկացողություն, որ երկուսն էլ ունեին իրենց տարածքներն ու գաղտնիքները։ Մինչ մի գիշեր ամեն ինչ փոխվեց։ Շաբաթ օրվա լուսադեմներ։ Տիգրանը շաբաթվա ընթացքում հավելյալ հերթափոխ էր արել շինարարությունում, այժմ պետք է շտապ նյութեր հասցներ մի մասնավոր հաճախորդի։ Դա հավելյալ աշխատանք էր, որը նա վերցրել էր լրացուցիչ գումար վաստակելու համար։ Նա մենակ էր գնալու, բայց Անահիտը, որը չէր կարողանում քնել, օգնություն առաջարկեց։ Ես էլ կգամ։ 4 ձեռքն ավելի արագ է աշխատում, քան երկուսը։ Տիգրանը տատանվեց, բայց վերջում համաձայնեց։ Սոֆյային թողեցին տիկին Սիրանուշի խնամքի տակ վերցրեցին հին բեռնատարը, որը Տիգրանն օգտագործում էր մասնավոր աշխատանքների համար։ Հասցեն գտնվում էր ավելի հեռու մի տարածքում, Շենգավիթի արդյունաբերական թաղամասում։ Այդ ժամին փողոցներն ամայի էին։ Տիգրանը կայանեց մի պահեստի դիմաց սկսեց բեռնաթափել ցեմենտի պարկերը։ Անահիտն օգնում էր, ինչով կարող էր, թե յուրաքանչյուր պարկը գրեթե իր քաշի չափ էր։ Հենց որ ավարտեցին վերադառնում էին բեռնատար, դա պատահեց։ Մի հսկայական ագրեսիվ շուն հայտնվեց ոչ մի տեղից, կատաղի հաչելով վազելով նրանց ուղղությամբ։ Անահիտը խուճապի մատնվեց։ Ճչաց վազեց առանց մտածելու, ծայթաքելով ասֆալտի անհարթության վրա։ Ուժգին ընկավ, քերծելով ծնկներն ու ձեռքերը։ Շունը շարունակում էր մոտենալ, Տիգրանը վազեց կանգնելու։ Կենդանու Անահիտի միջ։ Գետնից վերցրեց մի փայտի կտոր, կտրուկ շարժումներ արեց, բղավելով, որ վախեցնի կենդանուն։ Շունը, վախենալով նրա արձագանքից, նահանջեց փախավ։ Տիգրանն անմիջապես շրջվեց դեպի Անահիտը։ Նա գետնին էր, դողում էր, ծնկներից արյուն էր հոսում։ Լավ ես, հարցրեց նա, ծնկի իջնելով նրա կողքին զննելով վերքերը։ Այո, պարզապես վախեցա։ Տիգրանն օգնեց նրան ոտքի կանգնել, բայց երբ նա փորձեց ծանրությունը դնել աջ ոտքի վրա, ցավից դեմքը ծամածրեց։ Ընկնելիս հոդախախտ էր արել կոճը։ Գնացինք այստեղից, ասաց Տիգրանը, նրա թն անցկացնելով իր ուսերին, նրան պահելու համար։ Նրանք վերադարձան բեռնատար, Տիգրանը լուռ քշեց դեպի տուն։ Բայց դա հանգիստ լռություն չէր։ Անահիտը կարող էր զգալ նրանից բխող լարվածությունը։ Ձեռքերն ուժգին սեղմում էին ղեկը։ Ծնոտը գծկված էր։ Երբ հասան բնակարան, Տիգրանը դեռ խոսք չէր ասել։ Օգնեց Անահիտին բարձրանալ աստիճաններով, ներս մտնել, նստել բազմոցին։ Վերցրեց առաջին օգնության պայուսակը, սկսեց մաքրել նրա վերքերը մեխանիկական կտրուկ շարժումներով։ Հեյ, ցավում է։ Բողոքեց Անահիտը։ Տիգրանը կանգ առավ, խորը շունչ քաշեց, երբ նայեց նրան, նրա աչքերը փայլում էին զայրույթից մի ուրիշ բանից, որը նա անմիջապես չկարողացավ բացահայտել։ Դու չպետք է վազեիր, ասաց նա, ձայնում մի կոշտություն կար, որը նա երբեք չէր լսել։ Ես քեզ ասացի մնալ մեքենայում։ Ինչու չմնացիր։ Ես վախեցա։ Իսկ եթե իսկապես վնասվեիր։ Իսկ եթե ինչ-որ բան կոտրեիր։ Իսկ եթե շունը հասներ քեզ։ Բայց չհասավ։ Բայց կարող էր հասնել, գրեթե գոռաց Տիգրանը, հետո կանգ առավ, հասկանալով, որ կորցրել է վերահսկողությունը։ Ծանր լռություն տիրեց։ Անահիտը նայեց նրան, շփոթված մի փոքր վախեցած անհամաչափ արձագանքից։ Տիգրանը դա նկատեց, ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, փորձելով հանգստանալ։ Ներիր, ասաց ավելի ցածր։ Ներիր, որ գոռացի։ Պարզապես, երբ քեզ գետնին տեսա, վախեցա։ Շատ վախեցա։ Եվ այդ զգացումը ես չեմ սիրում։ Ինչից վախեցար, հարցրեց Անահիտը շշուկով։ Տիգրանը երկար պահ նայեց նրան, նախքան պատասխանելը։ Քեզ կորցնելուց։ Խոսքերը կախված մնացին օդում նրանց միջ, լի մի իմաստով, որը երկո։ Ուսն էլ սկսում էին գիտակցել, բայց դեռ վախենում էին անվանել։
Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Տիգրանը հայացքը փախցրեց, կարծես զղջալով, որ դա բարձրաձայն ասաց։ Ես քեզ այստեղ բերեցի օգնելու, քեզ կտուրք տալու, շարունակեց նա, դեռ նրան չնայելով։ Բայց ինչ-որ կերպ դու դրանից ավելին դարձար։ Դու մեր կյանքի մի մասը դարձար։ Իմ կյանքի։ Եվ այն միտքը, որ քեզ հետ կարող էր վատ բան պատահել, ինձ այնպիսի վախ պատեց, որը չեմ զգացել այն օրվանից, երբ Սոֆիայի մայրը մեզ թողեց։ Դա առաջին անգամն էր, որ Տիգրանը հիշատակեց Սոֆիայի մորը, Անահիտը զգաց այդ խոսքերի ծանրությունը։ Նա չգիտեր, ինչ ասել, չգիտեր, ինչպես ընկալել այդ խոստովանությունը։ Տիգրանը նորից սկսեց մաքրել նրա վերքերը, այս անգամ շատ ավելի զգույշ։ Հականեխիչ քսեց, սպեղանիներ դրեց, վիրակապեց կոճը։ Ամեն ինչ արեց լուռ, երբ ավարտեց, մնաց այնտեղ, ծնկի իջած նրա առջ, նրա ձեռքը բռնած իր ձեռքերի մեջ։ Անահիտը նայեց այդ մարդուն, այն ձին, որով նա այդքան ուշադրությամբ խնամում էր իրեն, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում։ Ինչ-որ խորը, վախեցնող հրաշալի մի նույն ժամանակ։ Նա բարձրացրեց ազատ ձեռքը, նրբորեն դիպավ նրա դեմքին։ Տիգրանը փակեց աչքերը հպումից, երբ նորից բացեց, դրանցում մի խոցելիություն կար, որը Անահիտը երբեք չէր տեսել։ Ոչ ոք երբեք այսպես չի անհանգստացել ինձ համար, ասաց նա։ Ոչ ոք երբեք չի վախեցել ինձ կորցնելուց, որովհետև ոչ ոք երբեք ինձ իսկապես չի տեսել։ Ես քեզ տեսնում եմ, ասաց Տիգրանը։ Եվ ես էլ քեզ եմ տեսնում, պատասխանեց Անահիտը։ Նրանք այդպես մնացին, նայելով միմյանց, զգացմունքների փոթորիկ անցնում էր նրանց հայացքների միջով։ Բայց հետո Տիգրանը հեռացավ, ոտքի կանգնելով։ Դու պետք է հանգստանաս։ Վաղը չես աշխատելու։ Տանը կմնաս, մինչ այս կոճը լավանա։ Անահիտը չվիճեց։ Նա հյուծված էր ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ։ Տիգրանը հանգցրեց լույսերը, գնաց ննջասենյակ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ քնել այդ գիշեր, երկուսն էլ ընկալում էին, թե ինչ էր պատահել, ինչ էր ասվել, թե ինչ էր այդ ամենը նշանակում իրենց համար։ Այդ լուսադեմից հետո եկած շաբաթները տարօրինակ զգուշավոր քնքշությամբ էին լի։ Դեի։ Գրանն ու Անահիտը այլս չանդրադարձան խոստովանված զգացմունքների թեմային, բայց նրանց մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Ավելի շատ հայացքներ կային, որոնք տում էին անհրաժեշտից մեկ վայրկյան ավելի։ Ավելի շատ պատահական մտերմություն կար, երբ նրանք անցնում էին միմյանց կողքով փոքրիկ խոհանոցում։ Ավելի շատ ժպիտներ կային, որոնք կիսում էին պատճառներով, որոնք նույնիսկ իրենք չէին կարող բացատրել։ Սոֆիան երեխաներին բնորոշ սուր ընկալմամբ ամեն ինչ նկատում էր։ Մի գիշեր, մինչ Անահիտն օգնում էր նրան քնելուց առաջ ատամները լվանալ, աղջիկը հարցրեց մանկությանը բնորոշ բնականությամբ. Դու պապայիս հետ ամուսնանալու ես։ Անահիտը քիչ մնաց խեղդվեր սեփական թքից։ Ինչ։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև նա ավելի շատ է ժպտում, երբ դու մոտ ես։ Եվ դու էլ ես ավելի շատ ժպտում։ Իսկ դպրոցում Յուլիան ասաց, որ երբ մեծահասակներն այդպես են իրար ժպտում, նշանակում է ամուսնանալու են։ Անահիտը չգիտեր, ծիծաղի, թե շփոթվի։ Մեծահասակները բարդ են, Սոֆիա։ Երբեմն մենք ժպտում ենք, որովհետև ուրախ ենք, այդքանը։ Դու ուրախ ես այստեղ։ Հարցն այնքան ուղիղ էր, այնքան անկեղծ, որ Անահիտը փախչելու տեղ չուներ։ Նա ծնկի իջավ, աղջկա առջ բռնեց նրա փոքրիկ ձեռքերը։ Այո։ Շատ ուրախ եմ։ Ավելի ուրախ, քան երբեք եղել եմ երկար ժամանակ։ Սոֆիան ժպտաց, գոհ պատասխանից։ Ուրեմն հավերժ կմնաս։ Անահիտը սրտի սեղմում զգաց։ Ուզում էր ասել այո, ուզում էր խոստանալ, որ երբեք չի գնա, բայց կրծքում մի ծանրություն կար, որը խանգարում էր նրան այդ խոստումը տալ։ Գաղտնիքներ կային, որոնք նա դեռ չէր պատմել։ Մի ամբողջ կյանք կար, որը նա թողել էր հետում, որը, ինչ-որ պահի, կգար իր գինը պահանջելու։ Կմնամ այնքան, որքան կարողանամ, պատասխանեց նա, դա միակ ճշմարտությունն էր, որ կարող էր առաջարկել այդ պահին։ Առօրյան շարունակվեց։ Անահիտն աշխատում էր լվացքատանը ցերեկը, օգնում էր տնային գործերում, խնամում էր Սոֆիային, ընթրում էր Տիգրանի հետ։ Հանգստյան օրերին երեքով միասին դուրս էին գալիս։ Գնում էին այգի, գումի շուկա, կամ պարզապես քայլում էին կենտրոնի փողոցներով, նայելով ցուցափեղկերին, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Դրանք պարզ պահեր էին, բայց որոնք Անահիտը ահում էր սրտում որպես թանկարժեք գանձեր։
Մի 5 կեսօրին լվացքատանը աշխատելիս ամեն ինչ սկսեց փլուզվել։ Անահիտը հաճախորդների սպասարկման բաժնում էր, հագուստ էր ընդունում մի հաճախորդից, երբ նրա պայուսակից, որը կախված էր վաճառասեղանի հետի աթոռից, ինչ-որ բան ընկավ։ Դա զուսպ, մետաղական ձայն էր, որը նա անմիջապես չնկատեց։ Բայց Վարդուհին նկատեց։ Լվացքատան տիրուհին այդ կողմով էր անցնում, տեսավ առարկան գետնին։ Կրացավ այն վերցնելու քարացավ։ Դա վզնոց էր։ Բայց ոչ սովորական վզնոց։ Դա նուրբ ոսկերչական իր էր, սպիտակ ոսկու մեջ տեղադրված իսկական ադամանդներով։ Այնպիսի զարդ, որն ավելի թանկ արժեր, քան ամբողջ լվացքատունը։ Վարդուհին նայեց Անահիտից վզնոցին, նորից Անահիտին։ Երիտասարդ աղջիկը դեռ կենտրոնացած էր սպասարկման վրա, լրացնելով հաճախորդի քարտը, անտեղյակ թե ինչ է պատահել։ Բայց երբ վերջապես շրջվեց, տեսավ Վարդուհուն, վզնոցը ձեռքին, դեմքը գունատվեց։ Որտեղի՞ց ես սա վերցրել, հարցրեց Վարդուհին, ձայնը ցածր, բայց կասկածանքով լի։ Իմն է, ավտոմատ պատասխանեց Անահիտը, ձեռքը մեկնելով վզնոցը երցնելու։ Քոնը։ Լվացքատան աշխատակցուհին մի վզնոցով, որն ավելի թանկ արժե, քան 1 տարվա աշխատավարձը։ Սա ինձ ճիշտ բացատրիր, աղջիկ։ Մյուս աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը, այժմ հետաքրքրությամբ դիտում էին տեսարանը։ Անահիտը զգաց, թե ինչպես է խուճապը բարձրանում կոկորդով։ Ինչպես բացատրել։ Ինչպես ասել ճշմարտությունը, առանց ամեն ինչ բացահայտելու։ Նվեր էր, ասաց նա, բայց սուտը թույլ հնչեց նույնիսկ իր իսկ ականջներին։ Ո՞մ նվերը։ Ի վերջո, որտեղից ես դու։ Ինչու քեզ նման աղջիկը աշխատում է այսպիսի տեղում։ Հարցերը գալիս էին հարվածների պես, Անահիտը պատասխաններ չուներ, որ կարողանար տալ, առանց քանդելու այն կյանքը, որը կառուցել էր այնտեղ։ Նա վերցրեց վզնոցը Վարդուհու ձեռքից, դրեց պայուսակի մեջ, փորձեց վերադառնալ աշխատանքի, բայց լվացքատան տիրուհին բռնեց նրա թից։ Դու ինձ բացատրություն կտաս, թե ես ստիպված կլինեմ ոստիկանություն կանչել։ Որովհետև եթե դու սա ինչ-որ մեկից գողացել ես։ Ես չեմ գողացել, ասաց Անահիտը, ձայնը դողալով։ Երդվում եմ, որ չեմ գողացել։ Դա իրավամբ իմն է։ Բայց ես չեմ կարող հիմա բացատրել։ Խնդրում եմ, Վարդուհի, վստահիր ինձ։ Վարդուհին երկար պահ նայեց նրա աչքերին։ Այնտեղ հուսահատություն կար, բայց նա անկեղծություն։ Վերջապես, բաց թողեց Անահիտի թ. Դու մինչ աշխատանքային օրվա ավարտը ժամանակ ունես ինձ ավելի լավ բացատրություն տալու։ Եթե ոչ, ես չեմ կարող քեզ այստեղ աշխատանքի պահել։ Անահիտը գլխով արեց, զգալով, որ արցունքները սպառնում են թափվել։ Օրվա մնացած մասն անցկացրեց անհանգստության մշուշի մեջ, ձեռքերն աշխատում էին մեխանիկորեն, մինչդեռ միտքը պտտվում էր շրջաններով, փորձելով ելք գտնել։ Երբ աշխատանքային օրն ավարտվեց, նա չգնաց Վարդուհու հետ խոսելու։ Պարզապես վերցրեց իրերն ու դուրս եկավ։ Գիտեր, որ հավանաբար կորցրել է աշխատանքը, բայց այդ պահին դա նշանակություն չուներ։ Պետք է տուն գնար։ Պետք է Տիգրանի Սոֆիայի կողքին լիներ։ Պետք էր այդ անվտանգության զգացումը, նույնիսկ իմանալով, որ այն ժամանակավոր է փխրուն։ Բայց երբ հասավ բնակարան, գտավ Տիգրա։ Նին նստած բազմոցին, բջջայինը ձեռքին մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել նրա դեմքին։ Դա հենց զայրույթ չէր։ Դա հիասթափություն էր։ Եվ դա ավելի վատ էր։ Դու ինձ կպատմես, թե ով ես դու իրականում, ասաց նա առանց շրջանցելու, հենց որ նա ներս մտավ։ Անահիտը կանգ առավ դռան մոտ, սիրտը խփում էր։ Ինչ։ Տիգրանը բարձրացրեց բջջայինը։ Էկրանին քաղաքի բամբասանքների կայքերից մեկի նորությունն էր։ Եվ այնտեղ նա էր։ Նրա լուսանկարը մի քանի ամիս առաջվա, բարեգործական երեկույթից, երեկոյան զգեստով այդ ադամանդե վզնոցով։ Վերնագիրը գրում էր. Կարապետյան կորպորացիայի ժառանգորդուհին անհետացել է 3 շաբաթ առաջ։ Ընտանիքը բարք է առաջարկում տեղեկությունների համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Ինչպես էր նա գտել դա։ Վարդուհին ինձ զանգեց, բացատրեց Տիգրանը, կարծես կարդալով նրա մտքերը։ Ասաց, որ դու հայտնվել ես շատ թանկարժեք վզնոցով, որ ինքը անհանգստացած է։ Տարօրինակ թվաց, ինտերնետում որոնեցի քո անունը գտա սա։ Ուրեմն, ճիշտ է։ Դու Անահիտ Կարապետյանն ես։
Էդուարդ Կարապետյանի դուստրը, Երանի արտրային շենքերի կեսի սեփականատիրոջ։ Անահիտը չկարողացավ պատասխանել։ Պարզապես գլխով արեց, արցունքները վերջապես թափվեցին։ Տիգրանը դառը ծիծաղեց։ Իսկ ես հիմարի պես կարծում էի, թե օգնում եմ կարիքավոր մեկին։ Դու հավանաբար շատ ես զվարճացել, տեսնելով, թե ինչպես են ապրում խեղճերը, այնպես չէ՞։ Սոցիալական փորձարկում էր քեզ համար։ Ոչ, ասաց Անահիտը, ձայնը կոտրվելով։ Բոլորովին այդպես չէր։ Խնդրում եմ, թույլ տուր բացատրեմ։ Ուրեմն բացատրիր։ Բացատրիր, թե միլիարդատիրոջ դուստրն ինչ էր անում մենակ փողոցում առավոտյան ժամը 2-ին։ Բացատրիր, թե ինչու ձացրիր, թե գնալու տեղ չունես։ Բացատրիր, թե ինչու ստեցիր ինձ այս ամբողջ ընթացքում։ Ես չեմ ստել, ասաց Անահիտը, մի քայլ առաջ անելով։ Ես պարզապես լռել եմ։ Եվ լռել եմ, որովհետև վախենում էի, որ դու ճիշտ այսպես կարձագանքես։ Վախենում էի, որ դու ինձ կդատես, առանց ինձ իսկապես ճանաչելու։ Ուրեմն խնդիրը ես եմ։ Ես եմ սխալ, որ ինձ օգտագործված եմ զգում։ Դու օգտագործված չես։ Այն ամենը, ինչ այստեղ պատահել է, կեղծ չի եղել։ Իմ զգացմունքները քո Սոֆիայի նկատմամբ իրական են։ Այն երջանկությունը, որը գտել եմ այս տանը, իրական է։ Ավելի իրական, քան այն ամենը, ինչ երբեք ապրել եմ իմ ողջ կյանքում։ Տիգրանը գլուխը թափահարեց, դեռ չկարողանալով ընկալել այդ ամենը։ Ինչու փախար։ Ինչու թողեցիր քո շքեղ կյանքը, գալու աշխատելու լվացքատանը նվազագույն աշխատավարձով։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ժամանակն էր ասելու ճշմարտությունը։ Ամբողջական ճշմարտությունը։ Որովհետև հայրս ուզում էր ինձ ամուսնացնել մի մարդու հետ, որին ես չէի սիրում։ Գործարար, իր ընկերը 20 տարով մեծ։ Ասաց, որ դա լավ է բիզնեսի համար, որ դա կարևոր դաշինք է։ Բայց նա ինձ չհարցրեց, թե ես ինչ եմ ուզում։ Երբեք չի հարցրել։ Իմ ողջ կյանքն այդպիսին է եղել։ Վերահսկվող։ Պլանավորված։ Ես մարդ չէի, այլ խաղաքար, հորս շախմատի տախտակի վրա։ Նա նստեց խոհանոցի աթոռին, ոտքերը չափազանց շատ էին դողում, որպեսզի նրան կանգնած պահեին։ Այն գիշեր, երբ դու ինձ գտար, ես փախել էի տնից։ Վերցրել էի միայն բջջայինս այս վզնոցը, որը մայրիկիսն էր միակ բանն է, որ ունեմ նրանից։ Բայց ճանապարհին ինձ կողոպտեցին։ Տարան բջջայինս, փաստաթղթերս, ամեն ինչ։ Մնացի կորած, չիմանալով ինչ անել, ուր գնալ։ Եվ հետո դու հայտնվեցիր։ Տիգրանը լուռ մնաց, ընկալելով տեղեկատվությունը։ Դեռ զայրույթ կար, բայց նա սկսում էր դժկամ հասկացողություն առաջանալ։ Դու կարող էիր ինձ պատմել։ Ես կհասկանայի։ Իսկապես։ Դու ինձ նույն կերպ կընդունեիր, եթե իմանայիր, որ ես հարուստ եմ։ Թե։ Կմտածեիր, որ ես պարզապես երես առած հարուստ աղջիկ եմ, որը խեղճի դեր է խաղում։ Տիգրանը չպատասխանեց, որովհետև խորքում գիտեր, որ նա ճիշտ է։ Նա կասկածամիտ կլին։ Հեռավորություն կպահեր։ Նրան հնարավորություն չէր տա ապացուցելու, թե ով է ինքն իրականում։ Ես ուզում էի, որ դու ինձ ճանաչես նրա համար, ով ես եմ, ոչ թե նրա համար, թե որտեղից եմ գալիս, շարունակեց Անահիտը։ Ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ գոյատել իմ սեփական ուժերով, որ ես ընդունակ եմ աշխատելու, ինձ պահելու, օգտակար լինելու։ Որովհետև իմ ողջ կյանքի ընթացքում մարդիկ ինձ տեսել են միայն որպես ժառանգորդուհի, որպես ազգանուն, որպես հորս կայսրության շարունակություն։ Ոչ ոք երբեք ինձ չի տեսել որպես Անահիտ։ Բայց ես քեզ տեսա, ասաց Տիգրանը շշուկով։ Ես միշտ քեզ տեսել եմ։ Գիտեմ։ Եվ ահա թե ինչու ես սիրահարվեցի քեզ։ Խոսքերը դուրս եկան, նախքան նա կարողացավ զսպել դրանք։ Դրանք մնացին այնտեղ, կախված օդում նրանց միջ, անհնար անտեսել կամ հետ վերցնել։ Տիգրանը նայեց նրան զգացմունքների խառնուրդով, որոնք նույնիսկ չէր կարող անվանել։ Սեր, զայրույթ, շփոթություն, վախ, ամեն ինչ միաժամանակ։ Անահիտ, սկսեց նա, բայց նրան ընդհատեց դռան ուժեղ թակոցը։ Երկուսն էլ իրար նայեցին, լարված։ Տիգրանը գնաց դեպի դուռը, նայեց դիտանցքից։ Մյուս կողմում մի տղամարդ կար, բջջայինը ձեռքին, հերթով նայում էր էկրանին բնակարանի դռանը։ Տիգրանը դուռը բացեց ընդամենը մի ճեղք,
Կարող եմ օգնել։ Տղամարդը ժպտաց, բայց դա բարեկամական ժպիտ չէր։ Ես մի աղջկա եմ փնտրում։ Անահիտ Կարապետյանին։ Տեղեկություն ունեմ, որ նա այս բնակարանում է։ Չգիտեմ, ում մասին եք խոսում, պատասխանեց Տիգրանը, փորձելով փակել դուռը։ Բայց տղամարդը ոտքը դրեց ճեղքի մեջ։ Տես, պետք չէ բարդացնել։ Նրա հայրը $50,000 պարկ է առաջարկում նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար։ 50,000։ Դա կարող է կյանք փոխել։ Անահիտը ոտքի էր կանգնել, այժմ Տիգրանի հետում էր։ Տղամարդը տեսավ նրան, նրա ժպիտը լայնացավ։ Ահա դու։ Ձեր ընտանիքը անհանգստացած է, օրիորդ Կարապետյան։ Հայր ուզում է, որ տուն վերադառնաք։ Ես չեմ վերադառնալու, ասաց Անահիտը, փորձելով վստահ հնչել, չնայած վախին։ Տղամարդը ուսերը թոթվեց։ Դա ինձ հետ չեք քննարկելու։ Ես արդեն տեղանքը փոխանցել եմ ձեր հոր անվտանգության աշխատակիցներին։ Նրանք պետք է մի քանի րոպեից այստեղ լինեն։ Տիգրանը խուճապ զգաց։ Նայեց Անահիտին, տեսավ սարսափը նրա աչքերում։ Կարևոր չէր, թե ինչ էր պատահել նրանց միջ, կարևոր չէր այն զայրույթը, որ զգում էր ստի համար։ Նա վախեցած էր, նա չէր կարող պարզապես անգործ կանգնել։ Արի, ասաց նա, բռնելով նրա ձեռքից։ Գնացինք այստեղից։ Որքան ուզում եք, փախեք, գոռաց տղամարդը նրանց հետից։ Նրանք ձեզ կգտնեն։ Ավելի լավ է բարով գնալ, քան չարով։ Բայց Տիգրանն ու Անահիտն արդեն իջնում էին շենքի հետի վթարային ելքի աստիճաններով։ Վազեցին կողմնակի փողոցով, թեքվեցին ձախ, հետո աջ, փորձելով հնարավորինս հեռանալ։ Վերջապես կանգ առան մի մութ նրբանցքում, շունչ քաշելու։ Անահիտը դողում էր, Տիգրանը նկատեց, որ նրա դեմքին արցունքներ կան։ Սոֆյան, ասաց նա հեկեկոցների միջով։ Իսկ եթե նրա հետից գնան։ Իսկ եթե նրան օգտագործեն ինձ գտնելու համար։ Տիգրանը հանեց բջջայինը, զանգեց տիկին Սիրանուշին։ Հարանուհին հաստատեց, որ Սոֆյան լավ է, խաղում է իր տանը, որ մոտակայքում օտար մարդիկ չկան։ Նա խնդրեց, որ աղջկան այնտեղ պահիս մի քանի ժամ։ Ինչ-որ պատրվակ հորինելով։ Նա ապահով է, ասաց Տիգրանը, Անահիտը թեթացած հոգոց հանեց։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, լուռ։ Տիգրանը նայեց իր կողքի երիտասարդ աղջկան։ Նույնիսկ նրբանցքի մթության մեջ, նույնիսկ արցունքներով լվացված դեմքով, նա գեղեցիկ էր։ Եվ նա մի բան հասկացավ, որը վախեցրեց իրեն։ Հասկացավ, որ չնայած ստին, չնայած ամեն ինչին, նա դեռ հոգ էր տանում նրա մասին։ Դեռ ուզում էր պաշտպանել նրան։ Ինչու դա արեցիր, հարցրեց Անահիտը։ Ինչու օգնեցիր ինձ փախչել։ Դու բարկացած էիր ինձ վրա։ Դեռ բարկացած եմ, խոստովանեց Տիգրանը։ Բայց դա չի նշանակում, որ թույլ կտամ քեզ հետ տանեն մի կյանքի, որը դու չես ուզում։ Ոչ ոք արժանի չէ բանտարկյալ լինելու, նույնիսկ ոսկե վանդակում։ Անահիտը նայեց նրան մի այնպիսի ուշքնությամբ, որը ստիպեց նրան հայացքը փախցնել։ Դու արյունահոսում ես, ասաց նա հանկարծ, մատնացույց անելով նրա թը։ Տիգրանը նայեց, տեսավ, որ նախաբազկին կտրվածք կա։ Երի վնասվել էր, երբ փախուստի ժամանակ ցատկել էին շենքի հետի ցանկապատի վրայով։ Շտապողականության մեջ չէր նկատել, բա։ Իսկ հիմա, երբ ադրենալինը նվազում էր, զգում էր բաբախող ցավը։ Ոչինչ չկա, ասաց նա։ Անահիտը բռնեց սեփական շապիկի փեշը, մի կտոր պոկեց, վիրակապ պատրաստելով։ Նա զգուշությամբ կապեց կտորը նրա թի շուրջ։ Դու միշտ դա ես անում, ասաց նա շշուկով։ Միշտ վնասվում ես, ինձ պաշտպանելով։ Ինչո՞վ։ Տիգրանը բռնեց նրա ձեռքը, թույլ չտալով ավարտել վիրակապը։ Նայեց նրա աչքերին, պատասխանեց դաժան անկեղծությամբ։ Որովհետև երբ ես քեզ տեսա այն առաջին գիշերը, անձրի տակ, վախեցած մենակ, ես տեսա մեկին, ով օգնության կարիք ուներ։ Եվ ես օգնեցի, որովհետև այդպես եմ դաստիարակվել։ Բայց հետո առանց ես նկատելու, դու դադարեցիր լինել մեկը, ում ես օգնում էի, դարձար մեկը, ում առանց իմ կյանքը չեմ պատկերացնում։ Եվ դա ինձ վախեցնում է։ Շատ է վախեցնում։ Որովհետև դու գալիս ես իմից տարբեր աշխարից։ Մի աշխարից, որտեղ $50,000 պարզապես սովորական պարկ է։ Իսկ ես գալիս եմ մի աշխարից, որտեղ $50,000 կարող էր ամեն ինչ փոխել։
Եվ այնուամենայնիվ դու ինձ չմատնեցիր, ասաց Անահիտը։ Այնուամենայնիվ ես քեզ չմատնեցի։ Նրանք այնտեղ մնացին այնքան մոտ, որ Անահիտը կարող էր զգալ նրա շունչը դեմքին։ Համարյա պատրաստվում էր ինչ-որ բան ասել, երբ հեռվից ձայներ լսեցին։ Ձայներ, որոնք իրենց էին փնտրում։ Պետք է շարժվենք, ասաց Տիգրանը։ Դուրս եկան նրբանցքից քայլեցին փողոցներով, փորձելով պարզապես ուշ տուն վերադարձող սովորական զույգի տեսք ունենալ։ Տիգրանը լավ գիտեր այդ փողոցները, գիտեր յուրաքանչյուր կարճ ճանապարհ, յուրաքանչյուր նրբանցք։ Նա Անահիտին տարավ մի ընկերոջ տուն, որն ապրում էր մի քանի թաղամաս այն կողմ, մի գործընկերոջ, որը նրան մի քանի լավություն էր պարտք։ Ընկերը, Գորգ անունով մի տղամարդ, քնաթաթախ բացեց դուռը, բայց հարցեր չտվեց։ Պարզապես թույլ տվեց, որ ներս մտնեն, առաջարկեց բազմոցը գիշերն անցկացնելու համար։ Երբ վերջապես ապահով էին, Տիգրանն ու Անահիտը նստեցին կողք կողքի բազմոցին։ Գորգը վերադարձել էր ննջասենյակ, նրանց մենակ թողնելով։ Հիմա ինչ ենք անելու, հարցրեց Անահիտը։ Տիգրանը հոգոց հանեց։ Չգիտեմ։ Բայց վաղը դու պետք է որոշում կայացնես։ Պետք է ընտրես վերադառնալ քո հին կյանքի։ Թե մնալ այստեղ։ Եվ եթե ընտրես մնալ, պետք է դիմակայես հորդ։ Այլս փախչել չի լինի։ Գիտեմ, ասաց Անահիտը։ Եվ նա իսկապես գիտեր։ Գիտեր, որ թաքնված ապրելու ժամանակն ավարտվել է։ Գիտեր, որ ինչ-որ պահի պետք է դիմակայեր այն իրականությանը, որը թողել էր հետում։ Բայց այդ գիշեր, առաջին անգամ այն օրվանից, երբ ամեն ինչ սկսվել էր, նա մենակ չէր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Տիգրանը վերջին անգամ նայեց նրան, նախքան աչքերը փակելը, հյուծված։ Վաղը ամեն ինչ կլուծենք։ Հիմա հանգստացիր։ Անահիտը համաձայնեց, բայց երկար ժամանակ չկարողացավ քնել։ Մնաց այնտեղ, դիտելով նրա դեմքը մթության մեջ, հիշելով յուրաքանչյուր մանրուք, վախենալով, որ դա կարող է լինել վերջին անգամը, որ նա այս հնարավորությունը կունենա։ Որովհետև նա գիտեր, որ ամենավատը դեռ առջում է։ Եվ որ երբ արը ծագի, ամեն ինչ նորից կփոխվի։ Առավոտը եկավ մոխրագույն լույսով, որը ներս էր թափանցում Գորգի հյուրասենյակի բարակ վարագույրների միջով։ Անահիտն առաջինն արթնացավ, մարմինը ցավում էր անհարմար դիրքով քնելուց։ Տիգրանը դեռ նրա կողքին էր, գլուխը հենած բազմոց։ Ի թիկնակին, դեմքին հոգնածության հետքեր։ Նա մի պահ դիտեց նրա դիմագծերը, հիշողության մեջ տպավորելով յուրաքանչյուր մանրուք։ Վախենում էր, որ այս պատկերը կարող է լինել այն ամենը, ինչ շուտով կմնա իրեն։ Տիգրանը դանդաղ բացեց աչքերը, հանդիպեց նրա հայացքին։ Մի վայրկյան նրանք մոռացան, թե որտեղ են, ինչու։ Կար միայն այն լուռ կապը, որը ձևորվել էր նրանց միջ շաբաթների ընթացքում։ Բարի լույս, ասաց նա, ձայնը խռպոտ քնից։ Բարի լույս։ Պահը խախտվեց, երբ Գորգը հայտնվեց արդեն աշխատանքի համար հագնված, ձեռքին երկու բաժակ սուրճ։ Դուք երկուստ պետք է այսօր սա լուծեք, ասաց նա առանց շրջանցելու։ Ապահով չէ երկար թաքնված մնալը։ Եթե նրա հայրն այնքան իշխանություն ունի, որքան դուք ասում եք, նա ձեզ վերջի վերջո կգտնի։ Տիգրանը գիտեր, որ ընկերը ճիշտ է։ Ոտքի կանգնեց, ձգեց հոգնած մարմինը, վերցրեց բջջայինը։ Տիկին Սիրանուշից մի քանի բաց թողնված զանգ կար։ Անմիջապես հետ զանգեց, սիրտը սեղմված։ Տիգրան, փառք Աստծո, հարանուհու ձայնը լի էր անհանգստությամբ։ Սոֆյան լավ չէ։ Լուսադեմից բարձր ջերմություն ունի։ Դեղ տվեցի, բայց չի իջնում։ Տիգրանի աշխարհը կանգ առավ։ Ես հիմա գալիս եմ։ Սպասիր, էլի բան կա։ Երկու կոստյումով տղամարդ առավոտյան այստեղով անցան, քեզ մի աղջկա էին փնտրում։ Ես ասացի, որ ոչինչ չգիտեմ, բայց նրանք շենքին էին հետում։ Կարծում եմ, դեռ մոտակայքում են։ Տիգրանը ցածրաձայն հայհոյեց։ Նայեց Անահիտին, որը ոտքի էր կանգնել, զգալով խոսակցության հրատապությունը։ Սոֆյան է, ասաց նա։ Նա բարձր ջերմություն ունի։ Եվ մարդիկ հետում են իմ շենքին։ Անահիտը խուճապ զգաց։ Սոֆյան հիվանդ էր, մեղավորն ինքն էր։ Եթե ինքը չլիներ, եթե չհայտնվեր նրանց կյանքում, այս ամենը չէր լինի։ Ես քեզ հետ կգամ, ասաց նա։ Ոչ, պատասխանեց Տիգրանը։ Ռիսկային է։ Եթե նրանք քեզ տեսնեն։
Ինձ համար մի նույն է։ Սոֆյան քո կարիքն ունի, դու կարող ես իմ կարիքն ունենալ։ Միասին կգնանք։ Գորգն առաջարկեց փող տալ գլխարկ արային ակնոց, որպեսի Անահիտը փորձի քողարկել արտաքինը։ Կատարյալ չէր, բայց ավելի լավ էր, քան ոչինչ։ Նրանք դուրս եկան նրա տնից գնացին երկրորդական փողոցներով, խուսափելով գլխավոր ճանապարհներից։ Տիգրանը գիտեր յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր կարճ ճանապարհ, օգտագործեց այդ գիտելիքը շենքին հետից ծառայողական մուտքով մոտենալու համար։ Վազելով բարձրացան աստիճաններով մտան բնակարան։ Սոֆյան պառկած էր տիկին Սիրանուշի հյուրասենյակի բազմոցին, դեմքը կարմրած ջերմությունից, աչքերը կիսաբաց։ Երբ տեսավ հորը, թույլ ժպիտ ցուցաբերեց։ Հայրիկ, մրմնջաց նա։ Տիգրանը վազեց նրա մոտ, աղջկան գիրկն առավ, զգաց նրա մարմնի չափազանց տաքությունը։ Ջերմությունն իսկապես բարձր էր։ Անահիտը կանգնած էր դռան մոտ, տեսարանին հետելով սեղմված սրտով։ Սոֆյան մի փոքր ավելի բացեց աչքերը, տեսավ նրան։ Բիա, կանչեց աղջիկը, օգտագործելով իր ստեղծած քնքուշ մականունը։ Անահիտը մոտեցավ բռն։ Ետ Սոֆյայի տակ փոքրիկ ձեռքը։ Ես այստեղ եմ, փոքրիկ։ Դու կլավանաս։ Բայց նույնիսկ դա ասելով, նա տեսնում էր անհանգստությունը Տիգրանի դեմքին։ Դա սովորական ջերմություն չէր։ Ինչ-որ բան այն չէր։ Պետք է նրան հիվանդանոց տանենք, ասաց Տիգրանը տիկին Սիրանուշին։ Հիմա։ Հարանուհին համաձայնեց։ Ես ձեզ հետ կգամ։ Արագ իջան։ Տիգրանը Սոֆյային տանում էր ձեռքերի վրա, Անահիտը քայլում էր նրա կողքին, իսկ տիկին Սիրանուշը հետից էր գալիս։ Երբ հասան փողոց, Տիգրանը տաքսի փնտրեց, բայց նախքան կարողացավ գտնել, մի շքեղ մեքենա արգելակեց նրանց դիմաց։ Երկու կոստյումով տղամարդ իջան։ Նրանք խոշոր էին, ակնհայտորեն մարզված անվտանգության աշխատակիցներ։ Եվ նրանց հետից մեքենայի հետի նստատեղից դուրս գալով մի մոտ 60 տարեկան տղամարդ էր, կատարյալ սանրված ալեխառն մազերով, չափերով կարված կոստյումով, խիստ արտահայտությամբ։ Էդուարդ Կարապետյան։ Անահիտը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Հայրիկ։ Էդուարդը նայեց դստերը թեթացման զսպված զայրույթի խառնուրդով։ Հետո նրա աչքերը ուղղվեցին Տիգրանին, գնահատելով նր անգլխից մինչ ոտք մի հայացքով, որը չէր թաքցնում արամարանքը։ Ուրեմն սա է այն տղան, որ թաքցրել է իմ դստերը։ Ես ոչ ոքի չեմ թաքցրել, պատասխանեց Տիգրանը, ձայնը ամուր պահելով, չնայած անբարենպաստ իրավիճակին։ Նա այստեղ էր, որովհետև ուզում էր։ Եվ հիմա, եթե ներեք, պետք է դստերս հիվանդանոց տանեմ։ Էդուարդը նայեց Սոֆյային Տիգրանի գրկում, ինչ-որ բան փոխվեց նրա արտահայտության մեջ։ Ընդամենը մի վայրկյանով, բայց Անահիտը տեսավ։ Դա անկեղծ անհանգստություն էր։ Նրա հայրը, չնայած իր ցուցաբերած ողջ վերահսկողությանն ու սառնությանը, լիովին զուրկ չէր մարդկայնությունից։ Իմ վարորդը ձեզ կտանի, ասաց Էդուարդը։ Դա ավելի արագ է, քան տաքսի սպասելը։ Ես ձեր օգնության կարիքը չունեմ, պատասխանեց Տիգրանը։ Բայց ձեր դուստրն ունի, հակադարձեց Էդուարդը։ Եվ եթե մի բան կա, որ ես հասկանում եմ, դա հոր հուսահատությունն է, երբ զավակը վտանգի մեջ է։ Մի պահ լարվածություն տիրեց։ Տիգրանը նայեց Սոֆյային, որն իր գրկում գնալով ավելի անտարբեր էր դառնում, կայացրեց ամենադժվար որոշումը։ Ընդունեց։ Մտան մեքենա, Տիգրանը բռնած Սոֆյային, Անահիտը նրա կողքին։ Էդուարդը նստեց արջում, վարորդի կողքին։ Մինչ մոտակա հիվանդանոց ճանապարհն անցավ ծանր լռության մեջ։ Երբ հասան, Տիգրանը վազելով իջավ Սոֆյայի հետ։ Անահիտը հետեց նրան, բայց Էդուարդը բռնեց նրա թից։ Թող նրանք լուծեն դա, ասաց նա։ Դու ինձ հետ ես գալիս։ Մենք պետք է խոսենք։ Ոչ, ես պետք է նրանց հետ լինեմ։ Անահիտ, Էդուարդի ձայնը հաստատուն էր, բայց ոչ դաժան։ Դու բժիշկ չես։ Հիմա այնտեղ ոչինչ անել չես կարող։ Թող մասնագետները խնամեն աղջկան։ Անահիտը տատանվեց, նայելով այն ուղղությամբ, որտեղ անհետացել էր Տիգրանը։ Բայց Էդուարդն արդեն նրան ուղղորդում էր դեպի հիվանդանոցի ավելի առանձնացված սպասասրահ։ Նստեցին անհարմար պլաստիկ աթոռներին, շրջապատված ախտահանիչի բնորոշ հոտով շտապօգնության հեռավոր խշշոցով։ 3 շաբաթ, սկսեց Էդուարդը։ Դու ինձ անհանգստացրիր 3 շաբաթ։
Տատիկդ արյան բարձր ճնշման նոպա ունեցավ։ Ես չեղարկեցի հանդիպումներ, վարձեցի քննիչներ, որոնումներ կատարեցի ամբողջ քաղաքով։ Եվ դու այս ամբողջ ընթացքում այստեղ էիր, մոխրոտիկ էիր։ Աղում։ Ես չէի խաղում, պատասխանեց Անահիտը, գտնելով իր ձայնը։ Ես ապրում էի։ Իսկապես, առաջին անգամ իմ կյանքում։ Ապրում, Էդուարդը առանց հումորի ծիծաղեց։ Աշխատելով լվացքատանը չնչին աշխատավարձով, քնելով փոքրիկ բնակարանի բազմոցին։ Դա է քեզ համար ապրելը։ Դա ավելի շատ ապրել է, քան ես անում էի պենթհաուսում։ Այնտեղ ես պարզապես դեկորատիվ իր էի։ Խորհրդանիշ։ Կատարյալ դուստրը, որը ժպտում էր լուսանկարներում անում այն, ինչ հրամայում էին, առանց հարց տալու։ Էդուարդը մի պահ լուռ մնաց։ Երբ նորից խոսեց, ձայնում ինչ-որ այլ բան կար։ Մի բան, որ Անահիտը հազվադեպ էր լսում։ Խոցելիություն։ Ես միայն լավն եմ ուզել քեզ համար։ Այն ամենը, ինչ կառուցել եմ, քեզ համար ժառանգություն թողնելու մտքով է եղել։ Բայց դու երբեք ինձ չես հարցրել, թե ես ինչ եմ ուզում։ Դու երբեք ինձ չես տեսել որպես քո պլաններից անկախ անձ։ Որովհետև ես կարծում էի, որ գիտեմ, ինչն է լավագույնը։ Կարծում էի, որ քեզ պաշտպանելով բոլոր դժվարություններից, քեզ տալով բոլոր շքեղությունները, ես լավ հայր եմ։ Բայց ես շքեղությունների կարիք չունեի, ասաց Անահիտը, արցունքները վերջապես թափվեցին։ Ինձ պետք էր, որ ինձ տեսնեին, որ ինձ լսեին, որ ազատ լինեի իմ սեփական ընտրություններն անելու, նույնիսկ եթե դրանք սխալ լինեին։ Էդուարդը նայեց սեփական ձեռքերին, կարծես դրանցում մի բան տեսավ, որը երբեք չէր նկատել։ Իսկ այդ տղամարդը, այդ Տիգրանը, նա քեզ երջանիկ դարձնում է։ Այո, պատասխանեց Անահիտը առանց տատանվելու։ Նա ինձ տեսնում է։ Չի տեսնում ժառանգորդուհուն, չի տեսնում ազգանունը, չի տեսնում փողը։ Տեսնում է ինձ։ Եվ նա ինձ սովորեցրել է, որ արժեք կա այն բաներում, որոնք փողով չես գնի։ Ինչպես բարությունը, առանց որևէ բան ակնկալելու։ Ինչպես քրտնաջան աշխատելը մի բանի համար, որը նվաճել ես քո սեփական ձեռքերով։ Ինչպես սիրելն առանց պայմանների։ Էդուարդը հոգոց հանեց, հանկարծ ավելի ծեր հոգնած թվալով։ Համոզված ես դրանում։ Համոզված ես, որ դա պարզապես պատրանք չէ։ Որ երբ նորույթն անցնի, երբ իրականությունը հարվածի, դու չես զղջա։ Ես համոզված եմ։ Եվ եթե մի օր զղջամ, դա կլինի իմ կատարած ընտրությունը, ոչ թե ինձ պարտադրված կյանքը։ Ախքան Էդուարդը կկարողանար պատասխանել, Տիգրանը հայտնվեց սպասասրահում։ Նա գունատ էր, տեսանելիորեն ցնցված։ Անահիտն անմիջապես ոտքի կանգնեց։ Ինչպես է նա։ Տիգրանը խորը շունչ քաշեց։ Վիրուսային մենինգիտ։ Պետք է հիվանդանոցում մնա։ Բայց բժիշկն ասաց, որ եթե մի քանի ժամ էլ սպասեինք, կարող էր լուրջ լինել։ Շատ լուրջ։ Անահիտը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Ստիպված եղավ հենվել պատին։ Սոֆիան։ Այդ քաղցր, կյանքով լի փոքրիկ աղջիկը, որն իրեն ընդունել էր առանց դատելու, որն այդքան կարևոր էր դարձել իր համար։ Որքան կարժենա հոսպիտալացումը, հարցրեց Տիգրանը, արդեն վախենալով պատասխանից։ Հիվանդանոցի ադմինիստրատորներից մեկը հայտնվեց թղթապանակով։ Խոսքը առնվազն 7 միլիոն դրամի մասին է, պարոն։ Ամբողջական բուժման, դեղորայքի, հոսպիտալացման համար։ Տիգրանն էլ ավելի գունատվեց։ Նա 7 միլիոն դրամ չուներ։ Դրա կեսն անգամ չուներ։ Նրա բոլոր խնայողությունները միասին վերցրած դրան չէին հասնի։ Ես կվճարեմ, ասաց Անահիտը, մի քայլ առաջ անելով։ Տիգրանը զարմացած նայեց նրան։ Ոչ, դու պետք չէ։ Այո, պետք է։ Սոֆիան ինձ համար կարևոր է։ Թող ես դա անեմ։ Խնդրում եմ։ Նրա ձայնում աղաչանք կար, Տիգրանը հասկացավ, որ դա փողի մասին չէր։ Դա այն մասին էր, որ Անահիտը պետք է ինչ-որ բան աներ, պետք է կոնկրետ կերպով օգներ։ Նա գլխով արեց, կուլ տալով հպարտությունը։ Անահիտը շրջվեց դեպի հայրը։ Ինձ պետք է իմ հաշիվը։ Եվ իմ փաստաթղթերը։ Էդուարդն ուսումնասիրեց դստեր դեմքը։ Տեսավ այնտեղի վճռականությունը, համոզվածությունը։ Եվ վերջապես հասկացավ։
Հասկացավ, որ նա արդեն պարտվել է նրան վերահսկելու պայքարում, որ նա մեծացել է, դարձել է իր սեփական անձը, որ նրան փորձել բանտարկելը նույնն է, ինչ նրան ընդմիշտ կորցնելը։ Կկազմակերպեմ, ասաց նա պարզապես։ 1 ժամից էլ քիչ ժամանակում ամեն ինչ լուծվեց։ Հոսպիտալացումը վճարված, Սոֆյան տեղավորված հարմարավետ սենյակում, դեղորայք ստացած սկսելով արձագանքել բուժմանը։ Տիգրանը ամբողջ ընթացքում մնաց նրա մահճակալի կողքին, բռնած նրա փոքրիկ ձեռքը, մխիթարության խոսքեր շշնջալով։ Անահիտը դիտում էր դռան մոտից։ Էդուարդը նրա կողքին էր։ Նա լավ հայր է, ասաց Էդուարդը։ Եվ, ինչպես երում է, լավ մարդ։ Այո, համաձայնեց Անահիտը։ Ամենալավը, որ երբե ճանաչել եմ։ Էդուարդը ձեռքը դրեց դստեր ուսին։ Հազվադեպ, մտերմիկ ժեստ։ Համոզված ես դրանում։ Համոզված ես, որ ուզում ես հրաժարվել ամեն ինչից։ Ընկերությունից, հարմարավետությունից, այն կյանքից, որը միշտ ճանաչել ես։ Անահիտը նայեց Տիգրանին, այն ձին, որով նա այդքան սիրով նվիրումով խնամում էր Սոֆյային։ Նայեց այդ հիվանդասենյակին, որը, չնայած իր ողջ պարզությանը, լի էր մի բանով, որը շատ ավելի արժեքավոր էր, քան ցանկացած առանձնատուն։ Այն լի էր իսկական սիրով։ Ես ամեն ինչից չեմ հրաժարվում։ Ես ձեռք եմ բերում մի բան, որը երբեք չեմ ունեցել։ Ես ձեռք եմ բերում իսկական ընտանիք։ Ես ձեռք եմ բերում ազատություն։ Ես ձեռք եմ բերում մի կյանք, որն իմաստ ունի։ Էդուարդը երկար պահ լուռ մնաց։ Հետո հոգոց հանեց։ Դու մորթ ես նման։ Նա էլ էր այդպես համառ։ Նա էլ սիրտը ընտրեց, բանականության փոխարեն։ Անահիտը զարմացած շրջվեց դեպի հայրը։ Նա երբեք չէր լսել, որ նա այդպես խոսի մոր մասին, որը տարիներ առաջ հեռացել էր, այլս չդիմանալով այն կենսակերպին, որը Էդուարդը պահանջում էր։ Եվ դու զղջացել ես, որ թույլ ես տվել նրան գնալ, հարցրեց Անահիտը շշուկով։ Էդուարդը նայեց դստերը խորը տխրությամբ աչքերում։ Զղջում եմ, որ նրա հետից չգնացի։ Որ թույլ տվեցի հպարտությունն ավելի բարձր խոսի։ Երկրորդ անգամ նույն սխալը չեմ անի։ Նա մեկնեց ձեռքը, Անահիտը բռնեց այն։ Դա գրկախառնություն չէր, լիարժեք հաշտություն չէր, բայց սկիզբ էր։ Դա կամուրջ էր, որը կառուցվում էր երկու աշխարհների, երկու իրականությունների, երկու մարդկանց միջ, որոնք սովորում էին միմյանց իսկապես տեսնել։ Եթե դու նրա հետ մնաս, եթե ընտրես այս կյանքը, ես չեմ աջակցի, ասաց Էդուարդը, բայց տոնում տխրություն կար։ Բայց նա չեմ խանգարի։ Դու չափահաս ես։ Քո ընտրությունները քոնն են։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Բայց եթե մի օր կարիք ունենաս, եթե մի օր ամեն ինչ դժվարանա, իմ դուռը բաց է։ Միշտ։ Անահիտը գլխով արեց, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Գիտեմ։ Էդուարդը հրաժեշտ տվեց դուրս եկավ հիվանդանոցից։ Գնալուց առաջ, սակայն, կանգ առավ ընդունարանում հրահանգներ թողեց, որ Սոֆյայի բոլոր բժշկական ծախսերն ուղարկվեն իրեն, անկախ հոսպիտալացման տողությունից։ Դա իր ձն էր, փորձելու ուղղել ամեն ինչ, իր ձն էր, ցույց տալու, որ չնայած ամեն ինչին, նա հասկանում է։ Անահիտը մտավ սենյակ։ Տիգրանը բարձրացրեց աչքերը, որոնք կարմիր էին հոգնածությունից, անհանգստությունից։ Նա լավ կլինի, ասաց Անահիտը։ Բժիշկներն ասացին, որ ջերմությունն արդեն իջնում է։ Տիգրանը գլխով արեց, բայց չկարողացավ խոսել։ Զգացմունքը խեղդում էր կոկորդը։ Անահիտը մոտեցավ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Նրանք այդպես մնացին, լուռ միավորված այն երեխայի համար անհանգստությամբ, որին երկուսն էլ սիրում էին։ Ժամեր անց, երբ Սոֆյան վերջապես արթնացավ, ավելի պարզ գիտակցությամբ ջերմությունը վերահսկողության տակ, նա շուրջը նայեց ժպտաց, տեսնելով երկուսին էլ այնտեղ։ Դուք կռված եք, հարցրեց նա մանկական անկեղծությամբ։ Տիգրանն ու Անահիտն իրար նայեցին, չկարողացան զսպել ժպիտը։ Ոչ, փոքրիկ, ասաց Տիգրանը։ Մենք կռված չենք։ Լավ է, պատասխանեց Սոֆյան, ձայնը դեռ թույլ։ Որովհետև ինձ դուր է գալիս, երբ դուք միասին եք։ Տունն ավելի ուրախ է դառնում։ Այդ պարզ խոսքերը կոտրեցին ցանկացած պատնեշի մնացորդ, որը դեռ գոյություն ուներ Տիգրանի Անահիտի մեջ։ Նա նայեց նրան, տեսավ ոչ թե այն ժառանգորդուհուն, որը ստել էր, այլ այն կնոջը, որը քրտնաջան աշխատել էր, որը խնամել էր իր դստերը, որն ընտրել էր մնալ, նույնիսկ երբ կարող էր վերադառնալ հարմարավետության։
Ներիր, որ կասկածեցի քեզ, ասաց նա շշուկով։ Ներիր, որ ի սկզբանե ճշմարտությունը չասացի։ Սոֆյան բռնեց նրանց երկուսի ձեռքերը միացրեց ծածկոցի վրա։ Վերջ։ Հիմա հաշտվեցիք։ Տիգրանն ու Անահիտը ծիծաղեցին արցունքների միջով։ Եվ այդ պահին, այդ հիվանդասենյակում, դեղի հոտով սպիտակ պատերով, նրանք հասկացան, որ գտել են հազվագյուտ մի բան։ Գտել են մի ընտանիք, որը սահմանված չէր արյունով կամ փողով, այլ ընտրությամբ։ Սիրով։ Փոխադարձ պարտավորությամբ։ Սոֆյանս 3 օր մնաց հիվանդանոցում։ Այդ ընթացքում Անահիտը գրեթե հիվանդանոցում էր ապրում, օգնելով Տիգրանին խնամել աղջկան, ուտելիք բերելով, պատմություններ պատմելով, անելով այն ամենը, ինչ կարող էր, որպեսզի այդ օրերն ավելի թեթ դարձնի։ Եվ Տիգրանը հասկացավ, որ նա այնտեղ ոչ թե պարտավորությունից կամ մեղքի զգացումից էր։ Նա այնտեղ էր, որովհետև ուզում էր լինել։ Որովհետև դա այժմ իր ընտանիքն էր։ Երբ Սոֆյային դուրս գրեցին, նրանք միասին վերադարձան բնակարան։ Օրերի մեջ առաջին անգամն էր, որ երեքով այնտեղ էին, այդ փոքրիկ, բայց սիրով լի տարածքում։ Անահիտն օգնեց Սոֆյային հարմարվել բազմոցին, ծածկեց նրան մաքուր ծածկոցով նստեց նրա կողքին, մինչ Տիգրանը թեյ էր պատրաստում։ Բիա, կանչեց Սոֆյան։ Դու հիմա մեզ հետ կմնաս։ Իսկապես։ Հավերժ։ Անահիտը նայեց Տիգրանին, որը դադարեցրել էր իր գործը, այժմ նրան էր նայում, սպասելով պատասխանին։ Եթե դուք ինձ այստեղ ուզենաք, ես կմնամ։ Մենք ուզում ենք, անմիջապես ասաց Սոֆյան։ Այնպես չէ, հայրիկ։ Տիգրանը մոտեցավ, նստեց Սոֆյայի մյուս կողմում, ձեռքը մեկնեց Անահիտին։ Նա բռնեց, միահյուսելով մատները։ Մենք ուզում ենք, հաստատեց նա։ Շատ։ Եվ այսպես որոշվեց։ Անահիտը չէր վերադառնալու պենթհաուս, չէր վերադառնալու հոր կողմից վերահսկվող կյանքին, չէր վերադառնալու լինելուա։ Ին կատարյալ ժառանգորդուհին, որը բոլորն ակնկալում էին, որ նա լինի։ Նա կմնար այնտեղ, այդ փոքրիկ բնակարանում, այդ աշխատասեր տղամարդու այդ քաղցր աղջկա հետ, կառուցելով մի կյանք, որը գուցե շքեղություն չուներ, բայց ուներ անսահման ավելի արժեքավոր մի բան։ Ուներ ճշմարտություն։ Ուներ սեր։ Ուներ ազատություն։ Հաջորդ օրերին Անահիտը ստիպված եղավ վերադառնալ հոր տուն, իր իրերը վերցնելու իրավական հարցեր լուծելու։ Խոսակցությունը դժվար էր։ Էդուարդը վերջին անգամ փորձեց համոզել նրան մնալ։ Առաջարկեց պաշտոն ընկերությունում սեփական բնակարան, այն ամենը, ինչ նա կարող էր ցանկանալ։ Բայց Անահիտը հաստատակամ էր իր ընտրության մեջ։ Դուրս գալուց առաջ, սակայն, նա կանգ առավ դռան մոտ հետ նայեց։ Հայրիկ, ես դեռ քեզ սիրում եմ։ Դու իմ հայրն ես միշտ կլինես։ Բայց ես պետք է իմ սեփական կյանքն ապրեմ։ Պետք է բացահայտեմ, թե ով եմ ես այս ամենից հեռու։ Էդուարդը գլխով արեց, աչքերը լցված արցունքներով։ Գիտեմ։ Եվ գուցե, մի օր, ես լիովին կհասկանամ։ Կարող ես մեզ այցելել, ասաց Անահիտը։ Երբ ուզենաս ավելի լավ ճանաչել Տիգրանին, Սոֆյային։ Նրանք հիմա իմ ընտանիքն են։ Էդուարդը չպատասխանեց, բայց Անահիտը տեսավ, թե ինչպես է ինչ-որ բան փոխվում նրա դեմքում։ Դա դանդաղ ցավոտ ընդունում էր, բայց ընդունում էր։ 2 ամիս անց կյանքը նոր ռիթմ էր գտել։ Անահիտն աշխատում էր լվացքատանը, բայց այժմ նա օգնում էր Տիգրանին հանգստյան օրերին հավելյալ աշխատանքներով։ Նրանք մի գաղափար ունեին։ Պարզ, բայց ոգորիչ գաղափար։ Շաբաթ-կիրակի օրերին այգում սննդի փոքրիկ կրպակ բացել։ Այն գումարով, որ Անահիտը խնայել էր, մի փոքր վարկի օգնությամբ, նրանք գնեցին օգտագործված ֆուդ թրաքի սայլակ։ Շաբաթներ անցկացրին այն վերանորոգելով, ներկելով, սարքավորելով։ Տիգրանը զբաղվում էր կառուցվածքով, Անահիտը սովորում էր իսկապես եփել, ինտերնետի ուղեցույցների տիկին Սիրանուշի խորհուրդների օգնությամբ, իսկ Սոֆյան նկարում էր լոգոն, որը պետք է նկարվեր սայլակի կողքին։ Առաջին շաբաթ օրը արթնացան առավոտյան ժամը 5-ին։ Նրանք նյարդային էին, ոգորված, վախեցած։ Պատրաստեցին մաֆինները, բուրիտոները, հատուկ սուրճը։ Սայլակը տեղադրեցին այգում, սպասեցին։ Առաջին հաճ։ Ախորդները հայտնվեցին ամաչկոտ, հետաքրքրված։ Բայց ուտելիքը համեղ էր, սիրով պատրաստված, սպասարկումը ջերմ։ Սոֆյան օգնում էր, տալով անձեռոցիկներ կպչուն պիտակներ, որոնք ինքն էր նկարել։
Մարդիկ շփտում էին, տեսնելով աղջկան, այնքան ոգորված ուրախ։ Օրվա վերջում, երբ հաշվեցին հասույթը, այն շատ չէր։ Բայց իրենցն էր։ Համատեղ աշխատանքի, մի ընտանիքի ջանքերի արդյունքն էր, որը ձևավորվել էր ոչ թե պայմանականությամբ, այլ ընտրությամբ։ Անահիտը շուրջը նայեց։ Կյանքով լի այգուն, Սոֆիային, որը վազում խաղում էր այլ երեխաների հետ, Տիգրանին, որը կարգի էր բերում սայլակը հաջորդ օրվա համար։ Եվ խորը խաղաղություն զգաց։ Առանձնատներ չկային, պաշտոնական ընթրիքներ չկային, վարորդներ կամ ծառաներ չկային։ Բայց սեր կար։ Նպատակ կար։ Այն զգացումը կար, որ յուրաքանչյուր օր կարևոր է, որովհետև յուրաքանչյուր օր կառուցվում էր սեփական ձեռքերով։ Տիգրանը մոտեցավ նրան, գցեց նրա գոտկատեղին։ Հոգնել ես։ Հյուծված եմ, խոստովանեց նա ժպիտով։ Բայց երջանիկ։ Ուրեմն արժեր։ Ամեն ինչ թողնելը։ Անահիտը նայեց նրա աչքերին։ Ժեր։ Որովհետև ես բացահայտեցի, որ թագուհի զգալու համար պալատ պետք չէ։ Երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է, մի բազմոց է, մի բաժակ տաք ջուր մեկը, ով տեսնում է այն, ինչ փողը երբեք չի կարող գնել։ Իսկական սրտի արժեքը։ Տիգրանը ժպտաց համբուրեց նրան, մեղմ, բայց խոստումներով լի համբույր։ Ապագայի։ Նվիրվածության։ Սիրո, որը փորձության էր ենթարկվել գոյատել։ Սոֆիան վազեց նրանց մոտ, ոգորված ցատկոտելով։ Հայրիկ, բիա, տեսա՞ք։ Ամեն ինչ վաճառեցինք։ Ամեն ինչ։ Երկուսն էլ ծիծաղեցին, գրկեցին աղջկան։ Այնտեղ, այդ այգու մեջտեղում, Սոֆիայի ծիծաղի շրջապատող քաղաքի շարժման ձայների ներքո, նրանք պարզապես մեկ ընտանիք էին։ Սովորական ընտանիք, սովորական խնդիրներով, պարզ երազանքներով, արտասովոր սիրով։ Եվ դա այն ամենն էր, ինչ նրանց պետք էր։ Մի քանի ամիս անց, կիրակի առավոտյան, մինչ նրանք սայլակն էին պատրաստում մեկ աշխատանքային օրվա համար, Անահիտը ծանոթ ձայն լսեց։ Ուրեմն այստեղ է հիմա աշխատում ժառանգորդուհին։ Նա շրջվեց, տեսավ Էդուարդին կանգնած այնտեղ, հագնված ավելի սովորական, քան նա սովոր էր տես։ Նել։ Ջինսեր, պոլո շապիկ։ Տեղին չէր թվում, բայց նրա արտահայտության մեջ ավելի թեթ մի բան կար։ Հայրիկ, ասաց նա զարմացած։ Ինչ ես անում այստեղ։ Եկել եմ փորձելու այդ մաֆինները, որոնք դուստրս է պատրաստում։ Եվ ավելի լավ ճանաչելու այն ընտանիքը, որը նրան գողացավ ինձնից։ Բայց նրա շուրթերին զուսպ ժպիտ կար, Անահիտը հասկացավ, որ դա կատակ է։ Նրա ձն էր, կամուրջ կառուցելու։ Տիգրանը մոտեցավ, մի փոքր լարված, բայց ձեռքը մեկնեց։ Պարոն Կարապետյան։ Էդուարդը ամուր սեղմեց նրա ձեռքը, ուսումնասիրելով այն տղամարդու դեմքը, որը փոխել էր իր դստեր կյանքը։ Եվ մի պահ անց գլխով արեց։ Ինձ Էդուարդ կանչիր։ Դա սկիզբ էր։ Լիարժեք ընդունում չէր, կախարդական հաշտություն չէր, բայց քայլ էր։ Էդուարդն էր, փորձելով իր ձով, այդ նոր իրականության մի մասը դառնալ։ Սոֆիան վազելով հայտնվեց, կանգ առավ, տեսնելով անծանոթ պարոնին։ Դուք ո՞վ եք։ Անահիտը ծնկի իջավ աղջկա կողքին։ Սոֆիա, սա հայրս է։ Քո պապիկ Էդուարդը։ Սոֆիան աչքերը լայն բացեց։ Ես հիմա պապիկ ունեմ։ Էդուարդը նայեց այդ երեխային, իր խառնված մազեր։ Ով լայն ժպիտով, ինչ-որ բան շարժվեց նրա ներսում։ Մի բան, որը նա կարծում էր, թե վաղուց կորցրել է։ Ինչ-որ բան սիրելու կարողությունը, որը կապ չուներ բիզնեսի կամ իշխանության հետ։ Պարզապես սիրել, որովհետև այո։ Կարծես թե այո, ասաց նա, ձայնում աննախադեպ մեղմություն կար։ Սոֆիան ուրախությունից ցատկեց, բռնեց Էդուարդի ձեռքից, նրան քաշելով ֆուդ թրաքի հետ ծանոթացնելու։ Անահիտն ու Տիգրանը զարմացած դիտում էին տեսարանը։ Ով կմտածեր, որ այդքան սառը վերահսկող տղամարդը կարող է հալվել երեխայի ոգորությունից։ Օրն անցավ զարմանալիորեն հաճելի։ Էդուարդը փորձեց մաֆինները, դրանք հիանալի համարեց, խոսեց որոշ հաճախորդների հետ, դիտեց, թե ինչպես է փոքրիկ ընտանիքը ներդաշնակ աշխատում։ Եվ օրվա վերջում, գնալուց առաջ, նա Անահիտին մի կողմ կանչեց։ Դու լավ ընտրություն ես կատարել, ասաց նա։ Ոչ այն ընտրությունը, որը ես կանեի։ Ոչ այն ընտրությունը, որը ես կուզենայի քեզ համար։ Բայց հիմա նայելով, տեսնելով քեզ իսկապես երջանիկ տարիների մեջ առաջին անգամ, ես հասկանում եմ։
Շնորհակալ եմ, հայրիկ։ Ինձ համար շատ բան է նշանակում, որ դու դա ես ասում։ Իսկ այս տղան, շարունակեց Էդուարդը, նայելով Տիգրանին, որը խաղում էր Սոֆյայի հետ։ Նա քեզ լավ է վերաբերվում։ Վերաբերվում է այնպես, կարծես ես աշխարհի բոլոր փողերից ավելի արժեքավոր լինեմ։ Էդուարդը ժպտաց, իսկական ժպիտ, ոչ թե այն կորպորատիվ ժպիտները, որոնց Անահիտը սովոր էր տեսնել։ Ուրեմն նա բախտավոր տղա է։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ոչ, հայրիկ։ Բախտավորը ես եմ։ Եվ դա ճշմարտություն էր։ Որովհետև նա սովորել էր, որ երջանկությունը գալիս է ոչ թե ամեն ինչ ունենալուց, այլ նրանից, ինչն իսկապես կարևոր է։ Գալիս է այն մարդկանց կողքին արթնանալուց, ովքեր քեզ իսկապես սիրում են։ Գալիս է քրտնաջան աշխատելուց մի բանի համար, որը կառուցել ես քո սեփական ձեռքերով։ Գալիս է ընկնելուց ոտքի կանգնելուց շարունակելուց փորձել։ Գալիս է սովորականը արտասովորի վերածելուց, պարզապես որովհետև դու ընտրել ես լինել այնտեղ, լիովին, ամբողջությամբ։ Այդ գիշեր, երբ նրանք հոգնած, բայց գոհ վերադարձան բնակարան, երեքով հարմարվեցին բազմոցին։ Նույն բազմոցին, որտեղ ամեն ինչ սկսվել էր այն անձրոտ գիշերը ամիսներ առաջ։ Սոֆյան քնեց Տիգրանի Անահիտի միջ, մեղրիկ արջուկը սեղմած կրծքին։ Տիգրանը նայեց Անահիտին քնած դստեր գլխի վրայով։ Զղջում ես որե բանի համար։ Անահիտը մի պահ մտածեց։ Մտածեց այն կյանքի մասին, որը թողել էր, այն հարմարավետության, որից հրաժարվել էր, այն հեշտությունների, որոնք այլս չուներ։ Բայց հետո շուրջը նայեց։ Այդ փոքրիկ բնակարանին, որն այժմ տուն էր կոչում։ Այդ տղամարդուն, որը տեսնում էր իրեն նրա համար, ով ինքն իրականում էր։ Այդ աղջկան, որն իրեն անպայմանորեն սիրում էր։ Այն պարզ, բայց իմաստով լի կյանքին, որը կառուցել էր։ Ոչ մի բանի, պատասխանեց նա։ Ես բացարձակապես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Եվ դա ամենամաքուր ճշմարտությունն էր։ Որովհետև երբեմն, որպեսի գտնես այն, ինչն իսկապես կարևոր է, պետք է նախ կորչես։ Պետք է թողնես այն ամենը, ինչ կարծում էիր, թե սահմանում է, թե ով ենք մենք։ Պետք է քաջություն ունենաս քայլելու դեպի անհայտը։ Եվ երբ վերջապես գտնում ես, երբ վերջապես հասկանում ես տան, ընտանիքի, սիրո իսկական իմաստը, գիտակցում ես, որ ճանապարհորդությունը, որքան էլ ցավոտ լիներ, արժեր յուրաքանչյուր վայրկյանը։ Անահիտը փակեց աչքերը, գլուխը հենած Տիգրանի ուսին, զգալով Սոֆյայի թեթ ծանրությունը։ Եվ քնեց ժպիտը շուրթերին, իմանալով, որ իր կյանքում առաջին անգամ նա ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի, Տիգրանի Սոֆյայի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հրաժարման, բացահայտման իսկական սիրո այս ճանապարհորդությունից, հավանեք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք նույնացաք Անահիտի քաջության հետ, ամեն ինչ թողնելու հարցում։ Տիգրանի բարության հետ, անծանոթին ընդունելու հարցում։ Սոֆյայի քնքշության հետ։ Կիսվեք ձեր տպավորություններով մեզ հետ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ գրավիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը իսկական կողմը, ցույց տալով, որ սերը, առատաձեռնությունը, դժվար ընտրություններ կատարելու քաջությունը կարող են ամբողջությամբ փոխել մեր կյանքը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագումն, որ պատմությամբ, որը կհուզի ձեր սիրտը։